Մի սովորական գիշեր միլիարդատերը շքեղությունը փոխարինում է անանունությամբ, որպեսզի որդու հետ ընտրի մի պարզ ճաշարանում, բայց ամեն ինչ փոխվում է, երբ տղան որոշում է իր համբուրգերը կիսել մի քաղցած աղջկա հետ։ Երեխայի անմեղ ժեստը անսպասելի կապ է առաջացնում հակադիր աշխարհների երկու ընտանիքների մեջ։ Եթե այս պատմությունը ձեզ հետաքրքրեց, մի մոռացեք բաժանորդագրվել մեր ալիքին, ասեք մեզ, թե որ քաղաքից եք դուք մեզ դիտում, մենք շարունակում ենք, խոստանում եմ, որ սա կլինի լավագույն պատմությունը, որը դուք երբեք կլսեք ձեր կյանքում։ Ուրբաթ երեկոն Երանում իր հետ բերում էր այն խելահեղ ռիթմը, որը բնորոշ է Հայաստանի ամենամեծ մետրոպոլիային։ Փողոցային լապտերների լույսերն արտացոլվում էին կեսօրվա անձրից մնացած ջրափոսերում, իսկ թաց ասֆալտի հոտը խառնվում էր քաղաքի կենտրոն թաղամասով մեկ սփռված սրճարաններից ու ռեստորաններից եկող ուտելիքի բույրին։ Դա այն սովորական երեկոներից էր, որոնք թվում է նման են մյուսներին, երբ միլիոնավոր պատմություններ խաչվում են իրար, առանց որևէ մեկի նկատելու այն հանդիպումների մեծությունը, որոնք ճակատագիրն է նախապատրաստում։ Նոր-նորք թաղամասի փոքրիկ սրճարանում, մի պարզ ու հյուրընկալ հաստատությունում, որն ավելի քան 20 տարի գործում էր նույն հասցեում, սեղանները զբաղեցրել էին ընտանիքներ, զույգեր, ընկերական խմբեր, որոնք աշխատանքային հոգնեցուցիչ օրվանից հետո անպաճույճ ընթրիք էին փնտրում։ Պատերը զարդարված էին Երանի հին նկարներով, սպիտակ լուսանկարներ, որոնք ցույց էին տալիս քաղաքն ավելի պարզ ժամանակներում, երբ ամեն ինչ թվում էր պակաս հրատապ ու ավելի մարդկային։ Խորոված բուրգերի թարմ տապակած կարտոֆիլի հոտը լցնում էր տարածքը, ստեղծելով այն հարմարավետության զգացումը, որը կարող է պարգել միայն տնական ուտելիքը։ Մի աննկատ սեղանի մոտ, մարդաշատ փողոցին նայող պատուհանի մոտ, նստած էր Մարկոս Ստեփանյանը։ 42 տարեկանում նա երկրի ամենահաջողակ գործարարներից էր, Հայաստանի խոշորագույն շինարարական ընկերություններից մեկի սեփականատերը, որի նախագծերը սփռված էին տարբեր մարզերում, իսկ կարողությունը գերազանցում էր միլիարդները։ Բայց այդ երեկո հագին ունենալով պարզ մուգ կապույտ պոլո վերնաշապիկ, խամրած ջինսե տաբատ հարմարավետ սպորտային կոշիկներ, նա բոլորովին նման չէր այն մագնատներին, որոնք զարդարում էին բիզնես ամսագրերի շապիկները։ Նրա շագանակագույն մազերն արդեն ցույց էին տալիս մի քանի ճերմակ մազեր քունքերին, իսկ դեմքը թեկրում էր կայսրություն ղեկավարելու պատասխանատվության հետքերը, պահպանում էր փափուկ ու մատչելի արտահայտություն։ Նրա կողքին, աթոռի տակ ոտքերն անհոգ ռիթմով թափահարելով, ինչպես միայն երեխաներն են կարողանում, նստած էր Գաբրիելը, նրա 7-ամյա որդին։ Տղան ուներ հոր նույն խորը շագանակագույն աչքերը, բայց իր լայն ու վարակիչ ժպիտում կրում էր մի մաքուր ուրախություն, որը Մարկոսը վաղուց մոռացել էր զգալ։ Գաբրիելը հագել էր իր սիրելի ֆուտբոլային թիմի մարզաշապիկը, իսկ ձախ ծնկին սպեղանի կար նույն օրը դպրոցի խաղահրապարակում ընկնելու հետանք։ Ուրբաթ երեկոյի այս ծեսը սրբազան էր դարձել երկուսի համար։ 3 տարի առաջ, երբ Մարկոսը կորցրել էր կնոջը Մարինեին մի հիվանդությունից, որը դանդաղ մաշել էր նրան թողել անլրացնելի դատարկություն, նա իրեն խոստացել էր, որ որակյալ ժամանակ կնվիրի որդուն։ Ոչ թե հանդիպումների մեջ տապողական ժամանակ, ոչ թե ծանրաբեռնված օրակարգից գողացված րոպեներ, այլ իրական, անկեղծ պահեր, որտեղ նա կարող էր լինել պարզապես հայր, ոչ թե այն գործարարը, որին բոլորը ճանաչում էին։ Մարինեն եղել էր նրա կյանքի սերը, նրա ընկերը դեռ ճարտարագիտական համալսարանի տարիներից, երբ նա դեռ ընդամենը երազկոտ ուսանող էր, որը հին տետրերում նախագծեր էր խզբզում, հավատում, որ կարող է աշխարհը փոխել ճարտարապետության միջոցով։ Նա եղել էր նրա հենարանը խորհրդատուն, այն կինը, որն աջակցել էր նրան, երբ նա որոշեց թողնել կայուն աշխատանքը միջազգային ընկերությունում, սեփական ընկերությունը բացելու համար։ Սկզբում դժվար տարիներ էին, անքուն գիշերներ, պարտքեր, որոնք թվում էին անհնար վճարել, բայց Մարինեն երբեք չկասկածեց։ Նա ցերեկը գրականության ուսուցչուհի էր աշխատում, իսկ գիշերները օգնում էր Մարկոսին կազմակերպել հաշվարկները, ստուգել պայմանագրերը, հույսը վառ պահել, երբ ամեն ինչ թվում էր, թե փլուզվում է։ Երբ ծնվեց Գաբրիելը, ամուսնությունից 7 տարի անց, Մարինեն ամբողջությամբ նվիրվել էր մայրությանը, բայց երբեք չէր դադարել լինել առաջին մարդը, ում հետ Մարկոսը խորհրդակցում էր բիզնեսում որևէ կարևոր որոշում կայացնելուց առաջ։ Նա ուներ այն հանգիստ իմաստությունը, թվերից այն կողմ տեսնելու մարդկանց հասկանալու կարողությունը, հենց այդ մարդասիրական տեսլականն էր, որ Մարկոսի ընկերությունը դարձրեց ավելին, քան պարզապես բետոնե պողպատե կառույցներ։ Մարինեի հեռանալը մի խոռոչ թողեց, որը Մարկոսը փորձում էր լրացնել խորասուզվելով աշխատանքի մեջ, բայց Գաբրիելին պետք էր ներկա հայր, ոչ թե մի ուրվական, որը քնում էր գրասենյակում հայտնվում միայն բարի գիշեր մաղթելու համար։ Այդպես սկսվեցին ուրբաթ երեկոները նոր-նորքի սրճարանում, հեռու շքեղ ռեստորաններից, որտեղ նրա նման գործարարներին սովորաբար տեսնում էին, հեռու հետաքրքրասեր հայացքներից, բիզնեսի ու ներդրումների մասին պարտադրված զրույցներից։
Այդ պարզ միջավայրում Մարկոսը կարող էր շունչ քաշել։ Կարող էր լինել պարզապես մի մարդ, որը որդուն տարել է բուրգեր ուտելու, կիսել շոկոլադե կաթնային կոկտեյլը, լսել դպրոցի ընկերների, սիրելի մուլտֆիլմերի այն անհավանական ծրագրերի մասին աշխույժ պատմությունները, որոնք կարող է ստեղծել միայն մանկական միտքը։ Գաբրիելն անդադար խոսում էր, շարժելով իր դեռ փոքրիկ ձեռքերը, պատմում էր այն գոլի մասին, որը քիչ էր մնում խփեր դասամիջոցին, մաթեմատիկայի նոր ուսուցչուհու մասին, որը շատ լավն էր, այն շան մասին, որին տեսել էր փողոցում, վստահ էր, որ մոլորվել է։ Մարկոսը լսում էր ամեն ինչ անկեղծ ուշադրությամբ, հարցեր էր տալիս, ծիծաղում որդու զվարճալի դիտարկումների վրա, շաբաթվա մեջ առաջին անգամ զգում, որ գտնվում է հենց այնտեղ, որտեղ պետք է լիներ։ Չկային ստուգելու հաշվետվություններ, չկային տպավորելու ներդրողներ, չկար կայսրությունը գործող վիճակում պահելու մշտական ճնշումը։ Այնտեղ, այդ սեղանի շուրջ, նա պարզապես հայր էր, դա բավական էր։ Մատուցողը բերեց պատվերը մեկ ամբողջական բուրգեր Մարկոսի համար, մեկը Գաբրիելի, մի մեծ բաժին խրթխրթան կարտոֆիլի ֆրի, մեկ մեծ շոկոլադե կաթնային կոկտեյլ կիսելու համար, երկու գունավոր ձողիկներով, որոնք Գաբրիելը միշտ պնդում էր, որ ինքը պետք է ընտրի։ Տղան հարձակվեց ուտելիքի վրա տարիքին բնորոշ գիշատիչ ախորժակով, կարտոֆիլները թաթախելով կետչուպի մեջ մի տեխնիկայով, որը կատարելագործել էր այդ վայր այցելելու ամիսների ընթացքում։ Հենց այդ պահին, երբ Մարկոսը դիտում էր որդուն դեմքին թեթակի ժպիտով, սրճարանի դուռը բացվեց։ Երեկոյան սառը օդի մի պոռթկում ներս մտավ երկու կերպարների հետ, որոնք անմիջապես գրավեցին նրա ուշադրությունը, ոչ թե աղմուկով կամ շքեղությամբ, այլ հենց հակառակով, այն գրեթե անտեսանելի ձով, որով նրանք փորձում էին հնարավորինս քիչ տեղ զբաղեցնել աշխարհում։ Դա մի երիտասարդ կին էր, որը մոտ 28 կամ 30 տարեկան կթվար, կրկին, մոտավորապես 5 տարեկան մի աղջնակ։ Կինն ուներ մուգ շագանակագույն մազեր, հավաքված պարզ պոչիկով, մի քանի անհնազանդ մազափունջ դուրս էր պրծել, շրջանակում էր նուրբ գծերով, բայց հոգնածությունից կնճռոտված դեմքը։ Նրա աչքերը մեծ էին ու արտահայտիչ, ընկուզագույն երանգի, որոնք չպատմված պատմություններ էին կրում, դրանց մեջ կար այն յուրահատուկ փայլը, որը բնորոշ է նրանց, ովքեր սովորում են հույս գտնել նույնիսկ այն ժամանակ, երբ հանգամանքները համառորեն փորձում են այն մարել։ Նա հագել էր մաշված ջինսետ աբատ, մաքրող միջոցների հետքերով, որոնք չէին անցել նույնիսկ անթիվ լվացումներից հետո, ջրային կանաչ գույնի տրիկոտաժե բլուզ, որն ավելի լավ օրեր էր տեսել։ Ոտքերին մի զույգ մաշված սպիտակ սպորտային կոշիկներ, որոնց աջ կողմի տակացուն սկսում էր պոկվել։ Նրա գրկի աղջնակն ուներ մորնույն մեծ ու հետաքրքրասեր աչքերը, հագել էր վարդագույն զգեստ, որը առնվազն երկու համար փոքր էր, քան պետք է լիներ։ Թքերը սեղմում էին նրա թմբլիկ ձեռքերը, իսկ փեշը հազիվ հասնում էր ծնկներին։ Նրա գանգուր մազերը հավաքված էին ինքնաշեն ժապավենով, նա ամուր բռնել էր մի փոքրիկ խամրած փափուկ արջուկ, որն ակնհայտորեն նրա միակ խաղալիքն էր։ Կինը երկչոտ քայլերով մոտեցավ վաճառասեղանին, կարծես վախենում էր ներխուժել մի տարածք, որն իրեն չէր պատկանում։ Նրա կեցվածքը զուսպ էր, ուսերը մի փոքր առաջ կորացած, նրա շարժումներում կար այն զգուշավորությունը, որը բնորոշ է նրան, ով սովոր է ներողություն խնդրել իր գոյության համար։ Երբ հասավ սպասարկողին, նրա ձայնը դուրս եկավ ցածր, գրեթե քաղաքավարի շշուկ, որը պետք է մրցեր զրույցների խոհանոցի շարժման աղմուկի հետ։ Միայն մի բաժակ ջուր, խնդրում եմ։ Արտահայտությունն ասվեց մի քաղաքավարությամբ, որը սահմանակից էր ակնածանքին, Մարկոսը, նույնիսկ հեռվից, կարողացավ ընկալել ամոթի կարիքի նրբերանգը այդ պարզ խնդրանքի մեջ։ Սպասարկողը, մի երիտասարդ տղա, որի դեմքին երկար հերթափոխի վերջի հոգնածությունն էր, մեխանիկորեն գլխով արեց ջուրը, լցրեց միանգամյա օգտագործման բաժակի մեջ։ Կինը ցածրաձայն շնորհակալություն հայտնեց, վերցրեց բաժակը, շրջվեց, տեղ փնտրելու, որտեղ կարողանար նստել, ոչ ոքի չխանգարելով։ Հենց այդ ժամանակ նրա գրկի աղջնակը գլուխը շրջեց, նրա աչքերը հարվեցին շուրջ բոլորը գտնվող սեղաններին, դիտելով անցնող ափսեները, ուտող ընտանիքները, ուտելիքի անսխալական հոտը, որը ստիպում էր նրա դատարկ ստամոքսին լուռ բողոքել։ Մարկոսը տեսավ, թե ինչպես աղջնակը սեղմեց շուրթերը, փորձելով չցուցադրել այն քաղցը, որն անկասկած զգում էր։ Տեսավ, թե ինչպես նա դեմքը թաղեց մոր պարանոցին, ոչ թե թաքնվելու, այլ որպեսզի ստիպված չլինի նայել նրան, ինչը չէր կարող ունենալ։ Եվ տեսավ, սրտում մի ցավ զգալով, որն անակնկալի բերեց նրան, թե ինչպես մայրը շոյեց դստեր մազերը, շշնջաց մի բան, որը նա չկարողացավ լսել, բայց որն անկասկած խոստում էր, որ տանը կուտեն, որ շուտով ամեն ինչ լավ կլինի, որ պարզապես պետք է մի քիչ էլ դիմանան։ Հենց Գաբրիելը խախտեց այն տրանսը, որը պատել էր Մարկոսին։ Տղան դադարել էր ուտել, ուշադիր նայում էր աղջնակին։
Դա խղճահարության կամ գերազանցության հայացք չէր, այլ շատ ավելի մաքուր ու պարզ բան, դա կարեկցանք էր, այն մանկական կարողությունն մյուսի մեջ կարիք տեսնելու առանց դատողությունների կամ երկրորդ մտքերի օգնելու ցանկությունը։ Հայրիկ, նայիր այն աղջկան։ Գաբրիելի ձայնը դուրս եկավ շշուկով, բայց լի այնպիսի անկեղծ անհանգստությամբ, որը ստիպեց Մարկոսի սրտին սեղմվել։ Տեսնում եմ, որդիս։ Նա քաղցած է։ Գաբրիելը հաստատեց, ոչ թե որպես հարց, այլ որպես փաստ, որը նրա մանկական աչքերը նկատել էին մի ճշգրտությամբ, որը մեծահասակները հաճախ կորցնում են կյանքի ընթացքում։ Մարկոսը դիտեց որդուն, սպասելով տեսնելու, թե ուր կտանի այս զրույցը։ Գաբրիելը նայեց իր ափսեին, որը դեռ կիսով չափ լիքն էր, նորից նայեց աղջնակին, իսկ հետո իր աչքերը հառեց հորը այն լուրջ արտահայտությամբ, որը երեխաներն ընդունում են, երբ պատրաստվում են շատ կարևոր բան ասել։ Կարող եմ իմ բուրգերը նրա հետ կիսել, հայրիկ։ Գաբրիելը հարցրեց, այդ հարցի մեջ կար այնքան մաքուր անմեղություն, այնքան բնական բարություն, որ Մարկոսը զգաց, թե ինչպես են աչքերը այրվում։ Կարծես Մարինեն այնտեղ լիներ այդ պահին, խոսեր իրենց միասին մեծացրած որդու միջոցով, հիշեցնելով նրան, որ այն արժեքները, որոնք նա միշտ պաշտպանել էր, կենդանի էին ծաղկում էին այդ տղայի սրտում։ Մարկոսը միանգամից չպատասխանեց։ Մի փոքր առաջ թեքվեց, դիտելով որդուն մի հիացմունքով, որը շատ ավելին էր, քան հայրական հպարտությունը։ Ահա կենդանի ապացույցը, որ չնայած բոլոր թերություններին, չնայած բոլոր բացակայություններին, բոլոր այն պահերին, երբ նա իրեն անպատշաճ հայր էր զգացել, Գաբրիելը դառնում էր արտասովոր մարդ։ Գիտես, որդիս, կարծում եմ, կարող ենք էլ ավելի լավ բան անել։ Մարկոսն ասաց, նրա ձայնը դուրս եկավ ավելի խռպոտ, քան մտադրվել էր, լի հուզմունքով։ Իսկ ինչ կասես, եթե նրանց հրավիրենք մեզ հետ նստելու մի բան ուտելու։ Ինչ ես կարծում։ Գաբրիելի աչքերը փայլեցին, կարծես միանգամից վառվել էին ամանորյա բոլոր լույսերը։ Լուրջ, հայրիկ։ Կարող եմ նրանց կանչել։ Այո, կարող ես։ Բայց նրբանկատորեն, լավ։ Որոշ մարդիկ հպարտ են կարող են անհարմար զգալ։ Այնպես որ դու գնա, քաղաքավարի առաջարկիր, եթե նա ասի ոչ, մենք կհարգենք։ Պայմանավորվեցինք։ Պայմանավորվեցինք։ Գաբրիելն արդեն իջնում էր աթոռից, նրա աչքերը փայլում էին բարի գործ անելու ոգորությունից։ Մարկոսը դիտում էր, թե ինչպես է որդին երկչոտորեն մոտենում կնոջն ու աղջնակին, որոնք ելքի մոտ մի անկյուն էին գտել, որտեղ փորձում էին հնարավորինս քիչ տեղ զբաղեցնել։ Գաբրիելը կանգնեց նրանց առջ, թեթակի ճոճվելով ոտքից ոտք, այն բնորոշ նյարդայնությամբ, որն ունենում են երեխաները, երբ պատրաստվում են խոսել անծանոթների հետ։ Բար։ Գաբրիելի ձայնը դուրս եկավ ցածր, բայց հաստատուն։ Ես Գաբրիելն եմ։ Իսկ այնտեղ իմ հայրիկն է։ Նա մատնացույց արեց Մարկոսին, որը զուսպ ձեռքով արեց։ Կինը զարմացած նայեց Գաբրիելին, հետո Մարկոսին, նրա աչքերում կար զգուշավորության ու հետաքրքրասիրության խառնուրդ։ Աղջնակն իր հերթին ավելի ամուր գրկեց փափուկ արջուկը, բայց նրա բերանի անկյունում սկսեց ձավորվել մի փոքրիկ ժպիտ։ Բար, Գաբրիել։ Կինը պատասխանեց, նրա ձայնը դեռ զուսպ էր։ Ես Յուլիան եմ, իսկ սա Սոֆիան է, իմ դուստրը։ Հաճելի է։ Գաբրիելը մի փոքր խոնարհվեց, մի բան, որ Մարկոսը սովորեցրել էր նրան քաղաքավարության հարգանքի մասին։ Հետո խորը շունչ քաշեց շարունակեց. Մենք այնտեղ ուտում էինք, բայց շատ ուտելիք կա, գիտեք։ Եվ ես մտածեցի, որ գուցե դուք կարողանաք մեզ հետ նստել։ Հայրիկս ասաց, որ կարող եք պատվիրել ինչ ուզում եք։ Մենք շատ կուրախանայինք ձեր ընկերակցության համար։ Յուլիան մի պահ քարացավ, մշակելով այդ անսպասելի հրավերը։ Նրա առաջին բնազդը մերժելն էր, քաղաքավարի շնորհակալություն հայտնելն ու այնտեղից հնարավորինս արագ հեռանալը, մինչ ամոթը նրան ամբողջությամբ կկլաներ։ Բայց հետո նա նայեց Սոֆիային, տեսավ դստեր աչքերը, որոնք փայլում էին Գաբրիելի խոսքերը լսելիս, տեսավ, թե ինչպես է աղջնակն արդեն ժպտում այդ անծանոթ տղային, որն առաջարկում էր միաժամանակ այնքան պարզ, այնքան թանկ բան, ուտելիք ընկերակցություն։ Չգիտեմ, թե որքանով է դա տեղին։ Յուլիան սկսեց, նրա ձայնը թեթակի դողում էր։ Չենք ուզում ձեզ անհանգստացնել։ Գաբրիելը եռանդուն թափահարեց գլուխը։ Չեք անհանգստացնում։ Մենք սիրում ենք նոր ընկերներ ձեռք բերել, չէ, Սոֆիա։ Նա ուղղակիորեն դիմեց աղջնակին, որն այժմ դեմքը թաքցնում էր մոր ուսին, բայց մազերի միջից հետաքրքրությամբ նայում էր Գաբրիելին։ Հենց այդ ժամանակ Մարկոսը վեր կացավ մոտեցավ, հասկանալով, որ Յուլիային ավելի շատ վստահություն է պետք հրավերն ընդունելու համար։
Նա պահպանեց հարգալից հեռավորություն, չցանկանալով ներխուժել նրանց անձնական տարածք, երբ խոսեց, նրա ձայնը փափուկ էր ու անկեղծ։ Բարի երեկո։ Ներեցեք հանդգնությանս, բայց որդիս ճիշտ է։ Մեզ համար հաճելի կլիներ ձեզ հետ ընթրել։ Առանց պարտավորությունների, առանց երկրորդ մտքերի։ Պարզապես երկու ընտանիք, որոնք կիսում են մի սնունդ։ Եվ գիտեք, անկեղծ կլինեմ ձեզ հետ։ Կնոջս կորցնելուց հետո ես փորձում եմ Գաբրիելին սովորեցնել կարեկցանք բարություն։ Թույլ տալ, որ նա կիրառի այդ արժեքները, նվեր կլիներ նա ինձ համար։ Կնոջ կորստի մասին հիշատակումն անակնկալի բերեց Յուլիային։ Այդ խոսքերի մեջ կար մի խոցելիություն, մի անկեղծություն, որը հնարավոր չէր կեղծել։ Նա նայեց Մարկոսի աչքերին, տեսավ մի բան, որը նրան ամբողջությամբ զինաթափեց՝ մարդկայնություն։ Այնտեղ չկար խղճահարություն, չկար գերազանցություն կամ ցուցադրական բարեգործություն։ Կար պարզապես մի անկեղծ հրավեր մեկից, ով ինչ-որ կերպ հասկանում էր կորուստների կյանքի քաոսի մեջ բարության փոքրիկ ժեստերի կարևորությունը։ Յուլիան զգաց, թե ինչպես են արցունքները սպառնում հայտնվել, բայց կուլ տվեց կոկորդի կոշտուկը ստիպողաբար դողացող ժպիտ տվեց։ Լավ։ Համաձայն ենք։ Շնորհակալություն բարության համար։ Գաբրիելը տոնեց զուսպ ժպիտով, արդեն բռնեց Սոֆիայի ձեռքը, որը նայեց մորը, լուր թույլտվություն խնդրելով։ Յուլիան գլխով արեց, երկու երեխաները ձեռք ձեռքի տված քայլեցին դեպի սեղանը, մեծահասակներին թողնելով մի քանի քայլ հետում։ Մարկոսը քաղաքավարի ժեստ արեց, որ Յուլիան առաջ անցնի, երբ հասան սեղանին, նա աթոռը քաշեց նրա համար, ասպետականության ավտոմատ ժեստ, որը ստիպեց Յուլիային երկար ժամանակ անց առաջին անգամ իրեն արժանապատվորեն վերաբերված զգալ։ Գաբրիելն արդեն օգնում էր Սոֆիային բարձրանալ իր կողքի աթոռին, փափուկ արջուկին սեղանի վրա սեփական տեղ առաջարկելով, կարծես խաղալիքը նույնպես կարող հյուր լիներ։ Ինչ կցանկանայիք ուտել։ Մարկոսը հարցրեց, վերցնելով ճաշացանկը տալով Յուլիային։ Կարող եք ազատ ընտրել։ Այստեղի բուրգերը հիանալի է, երեխաները սովորաբար շատ են սիրում կաթնային կոկտեյլը։ Բայց կան նա այլ տարբերակներ, բնական սենդվիչներ, աղցաններ, ինչ նախընտրեք։ Յուլիան թեթակի դողացող ձեռքերով բռնեց ճաշացանկը։ Այնքան երկար ժամանակ էր անցել, ինչ որը մեկը նրան առաջարկել էր ընտրել, թե ինչ ուտել, որ զգացողությունը գրեթե անիրական էր։ Սովորաբար, նրա կերակուրները հաշվարկված էին մինչ վերջին դրամը, միշտ ամենաէժանը, միշտ բավարար միայն քաղցը հագեցնելու, բայց երբեք իսկապես բավարարելու համար։ Կարելի է մի պարզ բուրգեր։ Եվ մի հյութ Սոֆիայի համար, եթե անհարմար չէ։ Յուլիայի ձայնը դուրս եկավ զուսպ, փորձելով չցուցադրել, թե որքան բան էր դա նշանակում իր համար։ Բոլորովին անհարմար չէ։ Իսկ ձեզ համար, Յուլիա։ Կաթնային կոկտեյլ, զովացուցիչ ըմպելիք, հյութ։ Մարկոսը նրբորեն պնդեց։ Մի հյութը հիանալի կլինի, շնորհակալություն։ Մարկոսը կանչեց մատուցողին, պատվիրեց, ավելացնելով լրացուցիչ բաժին կարտոֆիլի ֆրի հավի նագետսներ, որպեսզի երեխաները կիսեն։ Մինչ սպասում էին ուտելիքի գալուն, Գաբրիելն ու Սոֆիան արդեն աշխույժ զրուցում էին, այն հեշտությամբ, որով միայն երեխաներն են կարողանում ակնթարթային կապեր ստեղծել։ Գաբրիելը Սոֆիային ցույց էր տալիս անձեռոցիկի վրա արած նկարները, սուպերհերոսների, դինոզավրերի պարզ պատկերներ, իսկ Սոֆիան ծիծաղում էր, ոտքերը թափահարելով աթոռի տակ մի ռիթմով, որն արտացոլում էր նրան պատած հանկարծակի ուրախությունը։ Մարկոսն ու Յուլիան դիտում էին երեխաների շփումը, նրանց միջ հարմարավետ լռություն էր տիրում։ Մարկոսն էր, որ առաջինը խախտեց լռությունը, նրա ձայնը ցածր էր, որպեսզի չընդհատի փոքրիկների աշխույժ զրույցը։ Այստեղ եք ապրում, Նոր Նորքում։ Յուլիան մի պահ տատանվեց պատասխանելուց առաջ։ Մոտակայքում, Ավանում։ Համատեղ բնակարանում մի սենյակ եմ վարձում։ Փոքր է, բայց երկուսիս համար բավարարում է։ Մարկոսը գլխով արեց, այլս հարցեր չտալով, հարգելով նրա անձնական կյանքը։ Յուլիան դրա համար երախտագիտություն զգաց, որ նա չէր ստիպում զրուցել իր իրավիճակի մասին, չէր տալիս ներխուժող հարցեր Սոֆիայի հոր կամ թե ինչպես է նա իրեն պահում։ Այդ մարդու մեջ կար մի նրբանկատություն, որը զարմացրեց նրան։ Իսկ դուք։ Յուլիան հանկարծ հարցրեց, ինքն իրենից անկախ հետաքրքրվելով։ Դուք էլ եք այստեղ ապրում։ Ոչ շատ հեռու։ Ես Գաբրիելի հետ ապրում եմ Վահագնի թաղամասում։ Բայց սիրում եմ ուրբաթ օրերին այստեղ գալ։ Ավելի հանգիստ է, գիտեք։ Հեռու, դե, Եռուզեռից։
Մարկոսը զգուշորեն ընտրեց բառերը, չցանկանալով ամբարտավան հնչել, նշելով Երանի ամենաթանկ թաղամասերից մեկը։ Յուլիան ընկալեց տատանումը, հասկացավ, որ այդ պատմության մեջ ավելին կար, քան նա ասում էր, բայց չպնդեց։ Փոխարենը իր ուշադրությունը դարձրեց Սոֆիային, որը ծիծաղում էր Գաբրիելի ասած ինչ-որ բանից, զգաց, թե ինչպես է սիրտը տաքանում, դստերը այդքան երջանիկ տեսնելով։ Ուտելիքը եկավ րոպեներ անց, սեղանը վերածվեց փոքրիկ խնջույքի։ Սոֆիան լայն բացված աչքերով նայեց իր արջի բուրգերին, կարծես արվեստի գործ լիներ։ Յուլիան ստիպված էր զսպել արցունքները, երբ տեսավ, թե ինչպես է դուստրն առաջին կծումն անում, աչքերը փակելով անկեղծ հաճույքից, համտեսելով մի բան, որը պարզապես տաքացրած բրինձ ու լոբի չէր։ Գաբրիելը երեխաներին բնորոշ բնականությամբ սկսեց իր կարտոֆիլի ֆրին կիսել Սոֆիայի հետ, ստեղծելով մի տեսակ խաղ, որտեղ յուրաքանչյուրը փորձում էր կարտոֆիլները նետել մյուսի բերանը, ծիծաղելով, երբ վրիպում էին, տոնելով, երբ հաջողվում էր։ Մարկոսն ու Յուլիան հանցակցական հայացքներ փոխանակեցին, այն լուր հաղորդակցությունը, որը ծնողները զարգացնում են, երբ դիտում են իրենց երեխաներին ինչ-որ սրամիտ բան անելիս։ Ընթրիքի ընթացքում Յուլիայի սկզբնական լարվածությունն աստիճանաբար անհետացավ։ Նա սկսեց հանգստանալ, մասնակցել զրույցին, ծիծաղել Գաբրիելի կատակներից փոքրիկ պատմություններ պատմել Սոֆիայի մասին։ Պատմեց, թե ինչպես է աղջիկը սիրում նկարել, նույնիսկ եթե դա պարզապես մոմի կավիճներով է վերաօգտագործված թղթերի վրա։ Պատմեց, թե ինչպես է Սոֆիան զվարճալի երգեր հորինում ամեն ինչի մասին, ատամները լվանալուց մինչ կոշիկները կապելը։ Մարկոսը լսում էր ամեն ինչ անկեղծ ուշադրությամբ, հարցեր էր տալիս, իսկապես հետաքրքրվում պատասխաններով։ Յուլիայի մեջ կար մի լուր ուժ, որը խորապես տպավորեց նրան։ Նույնիսկ ակնհայտորեն դժվարությունների միջով անցնելով, նա պահպանում էր անսասան արժանապատվություն, հայացքում, քնքշություն դստեր հանդեպ նվիրվածություն, որը շոշափելի էր ամեն բառում, ամեն ժեստում։ Երբ ավարտեցին ուտելը, Գաբրիելն ու Սոֆիան արդեն գրեթե լավագույն ընկերներ էին։ Սոֆիան Գաբրիելին նվիրել էր անձեռոցիկի վրա արած մի նկար, մի կերպար, որը ենթադրաբար թռչող սուպերհերոս էր, իսկ Գաբրիելը խոստացել էր իր հին խաղալիքներից մի քանիսը բերել հաջորդ անգամ, երբ հանդիպեն, մի խոստում, որն արվել էր այնպիսի համոզվածությամբ, որ ոչ Մարկոսը, ոչ Յուլիան համարձակություն չունեցան կասկածի տակ դնել։ Արդեն ուշ էր, երբ վերջապես վեր կացան սեղանից։ Մարկոսը զուսպ վճարեց հաշիվը, դրա շուրջ աղմուկ չբարձրացնելով, երբ Յուլիան փորձեց առարկել, նա պարզապես ասաց, որ հաճելի էր նրանց ընկերակցությունը, որ Գաբրիելը շատ ավելի երջանիկ էր, քան կլիներ, եթե միայնակ ընթրեին։ Սրճարանի դռան մոտ երկու ընտանիքները հրաժեշտ տվեցին։ Սոֆիան ամուր գրկեց Գաբրիելին, շնջալով մի շնորհակալություն, որը ստիպեց տղային ականջից ականջ ժպտալ։ Յուլիան սեղմեց Մարկոսի ձեռքը, այդ ձեռքսեղմման մեջ կար մի երախտագիտություն, որը շատ ավելին էր, քան ուտելիքը։ Դա երախտագիտություն էր պահպանված արժանապատվության, ցուցաբերված հարգանքի, կիսված մարդկայնության համար։ Մինչ Մարկոսն ու Գաբրիելը քայլում էին դեպի մեքենան, տղան անդադար խոսում էր Սոֆիայի մասին, թե որքան լավն էր նա, թե որքան էր ուզում նորից տեսնել նրան։ Մարկոսը լսում էր, դեմքին փափուկ ժպիտ, մտածելով Յուլիայի մասին, թե ինչպես էր այդ պատահական հանդիպումը իր մեջ արթնացրել մի բան, որը վաղուց քնած էր։ Փողոցի մյուս կողմում Յուլիան բռնել էր Սոֆիայի ձեռքը, մինչ քայլում էին դեպի ավտոբուսի կանգառ։ Աղջիկը դեռ աշխույժ խոսում էր Գաբրիելի, համեղ ուտելիքի, թե ինչպես էր դա իր կյանքի լավագույն երեկոն։ Իսկ Յուլիան, նայելով աստղերին, որոնք հազիվ էին երում Երանի շենքերի միջից, իրեն թույլ տվեց զգալ մի բան, որը մոռացել էր՝ հույս։ Հույս, որ գուցե, միայն գուցե, կյանքը դեռ լավ անակնկալներ է պահում։ Հույս, որ բարությունը դեռ գոյություն ունի աշխարհում։ Հույս, որ ինքն ու Սոֆիան ամբողջովին մենակ չեն այս դժվարին ճանապարհին։ Նրանցից ոչ ոք չգիտեր այդ երեկո, որ այդ թվացյալ պատահական հանդիպումը ընդամենը մի պատմության սկիզբն էր, որը ընդմիշտ կփոխեր նրանց կյանքի ընթացքը։ Երբեմն ճակատագիրը ներկայանում է պարզ ձևով, անպաճույճ սրճարաններում, երեխայի մաքուր կարեկցանքի օգնություն ընդունելու քաջության միջոցով, երբ հպարտությունը գոռում է մերժել։ Եվ երբեմն, հենց այդ ամենաանհավանական պահերին ենք մենք գտնում հենց այն, ինչի փնտրտուքի մեջ լինելու մասին նույնիսկ չգիտեինք։ Սրճարանում տեղի ունեցած հանդիպմանը հաջորդող օրերը Յուլիայի համար տարօրինակ անհանգստություն բերեցին։ Նա բռնում էր իրեն այն բարի մարդու նրա դաստիարակված որդու մասին մտածելիս, կասկածելով, արդյոք այդ ժեստը անկեղծ էր, թե պարզապես անցողիկ բարեգործություն, որը հարուստներն անում են իրենց խիղճը հանգստացնելու համար։
Կյանքի փորձը Յուլիային սովորեցրել էր, որ փող ունեցող մարդիկ հազվադեպ են շփվում իր նման մարդկանց հետ առանց երկրորդ մտքի, այդ անվստահությունն այնքան խորն էր արմատացած նրա սրտում, որ դժվար էր պարզապես ընդունել, որ բարությունը կարող է գոյություն ունենալ, ոչինչ չակնկալելով փոխարենը։ Բայց Սոֆյան չէր կիսում այդ կասկածները։ Աղջիկն ամեն օր խոսում էր Գաբրիելի մասին, վերապատմելով այդ կախարդական երեկոյի յուրաքանչյուր մանրուք, կարծես հիշում էր մի հրաշալի երազ։ Նա նկարում էր իր նոր ընկերոջը բոլոր թղթերի վրա, որոնք կարողանում էր գտնել, երակայական պատմություններ էր հորինում, որտեղ նրանք սուպերհերոսներ էին, որոնք փրկում էին աշխարհը միասին, ամեն գիշեր, քնելուց առաջ, մորը հարցնում էր, թե երբ են նորից տեսնելու Գաբրիելին նրա հորը։ Յուլիան միշտ պատասխանում էր, գուցե ով չցանկանալով ակնկալիքներ ստեղծել մի երեխայի մոտ, որն արդեն այնքան քիչ բան ուներ արժանի չէր սմեք հիասթափության։ Կյանքն արդեն շատ բան էր խլել Սոֆիայից, սկսած հորից, որը երբեք չցանկացավ ստանձնել հայրությունը, անհետացավ հենց իմացավ հղիության մասին, Յուլիային մենակ թողնելով դիմակայելու 23 տարեկանում վաղաժամ մայրությանը։ Այն ժամանակ Յուլիան աշխատում էր որպես ընդունարանի աշխատակից ատամնաբուժական կլինիկայում, ստանալով համեստ, բայց իրեն պահելու համար բավարար աշխատավարձ։ Ապրում էր մոր, տիկին Թերեզայի հետ, Երանի Մալաթիա Սեբաստիա թաղամասի մի պարզ բնակարանում։ Ուներ ծրագրեր, երազանքներ, ընդունվել մանկավարժական համալսարան, դառնալ ուսուցչուհի, ավելի լավ կյանք ապահովել իր, ի վերջո, այն ընտանիքի համար, որը պատկերացնում էր մի օր կառուցել։ Չպլանավորված հղիությունը ամեն ինչ գլխիվայր շուռ տվեց։ Ընկերը Ռաֆայելը, որը հավերժական սեր ապագայի ծրագրեր էր խոստացել, բացահայտեց իր իրական դեմքը, երբ տեսավ երկու գիծը հղիության թեստի վրա։ Մեղադրեց Յուլիային, թե նա դիտմամբ է հղիացել, իրեն պահելու համար, դաժան բաներ ասաց, որոնք անտեսանելի սպիների պես դաջվեցին նրա հոգում, անհետացավ, հետք չթողնելով։ Յուլիան փորձեց գտնել նրան, փորձեց ստիպել, որ նա ստանձնի պատասխանատվությունը, բայց Ռաֆայելը պարզապես անհետացավ, փոխեց քաղաքը, արգելափակեց բոլոր կապերը, հետում թողեց մի երիտասարդ հղի, վախեցած մենակ կնոջ։ Տիկին Թերեզան այն սյունն էր, որը Յուլիային ոտքի վրա պահեց հղիության ընթացքում։ Մայրը մի ուժեղ կին, որը Յուլիային միայնակ էր մեծացրել այն բանից հետո, երբ ամուսինը լքել էր նրանց, երբ աղջիկը ընդամենը 3 տարեկան էր, լավ գիտեր լքվածության ցավը, ամեն ինչ արեց, որպեսզի դուստրը նույնի միջով չանցնի։ Աշխատեց կրկնակի, լրացուցիչ հերթափոխներ վերցրեց որպես խոհարար մի ժողովրդական ճաշարանում, երբ Սոֆյան ծնվեց, նա ամենանվիրված տատիկն էր, որը կարող էր ունենալ մի երեխա։ Բայց կյանքը յուրահատուկ դաժանություն ունի, մեզանից խլելով հենց նրանց, ում ամենաշատն ենք սիրում։ Տիկին Թերեզան, որը 15 տարեկանից ծխում էր, երբեք չկարողացավ թողնել այդ սովորությունը, չնայած դստեր աղաչանքներին, սկսեց առողջական խնդիրներ ունենալ, երբ Սոֆյան 2 տարեկան դարձավ։ Բժիշկները հայտնաբերեցին լուրջ շնչառական բարդություն, սրված տասնամյակների ծխելու վատ օդափոխվող խոհանոցներում աշխատանքի պայմանների պատճառով։ Նա պայքարեց ավելի քան 1 տարի, փորձելով Յուլիայից թաքցնել, թե որքան է տառապում, փորձելով ուժեղ լինել մինչ վերջին պահը։ Երբ տիկին Թերեզան հեռացավ, իր հետ տարավ ոչ միայն տատիկի անպայմանական սերը, այլ այն փխրուն ֆինանսական կայունությունը, որը Յուլիային Սոֆիային նվազագույնս ապահով էր պահում։ Բնակարանը վարձով էր, առանց մոր լրացուցիչ եկամտի Յուլիան չկարողացավ պահպանել վճարումները։ Ստիպված եղավ թողնել աշխատանքը կլինիկայում, Սոֆիային խնամելու համար, որը շատ փոքր էր մանկապարտեզ գնալու համար, ուրիշ ոչ ոք չկար օգնելու։ Վաճառեց կահույքից ինչ կարողացավ, վճարելու այն պարտքերը, որոնք տիկին Թերեզան թողել էր բժշկական բուժումների պատճառով, հանկարծ հայտնվեց աշխարհում բոլորովին մենակ մի փոքրիկ երեխայի հետ մեծացնելու։ Այդպես Յուլիան սկսեց աշխատել որպես տնային մաքրուհի, վերցնելով պատահական մաքրման աշխատանքներ ծանոթների ծառայությունների հավելվածների միջոցով։ Դա անորոշ, անկայուն աշխատանք էր, որտեղ որոշ ամիսներ նա կարողանում էր ստանալ խելամիտ եկամուտ, իսկ մյուսներին հազիվ ուներ բավարար գումար Սոֆիայի հետ կիսած փոքրիկ սենյակի վարձը վճարելու համար։ Չկային աշխատանքային իրավունքներ, չկար 13-րդ աշխատավարձ, չկային վճարովի արձակուրդներ։ Դա օրվա հացի համար ապրել էր, աղոթելով, որ արտակարգ իրավիճակներ չլինեն, որ Սոֆյան չհիվանդանա, որ բնակարանի տիրուհին վարձը չբարձրացնի։ Բայց Յուլիան երբեք թույլ չտվեց, որ Սոֆյան նկատի իր կրած բեռը։ Աղջկա համար կյանքը լի էր արկածներով։ Փոքրիկ սենյակը կախարդական ամրոց էր։ Ընթրիքի բրինձն ու ձուն սիրով պատրաստված հատուկ բաղադրատոմս էր։ Հագուստը, որը Յուլիան գնում էր օգտագործված իրերի խանութներից, գաղտնի խանութներում գտնված գանձեր էին։
Եվ երբ նոր խաղալիքների համար փող չկար, Յուլիան խաղեր էր ստեղծում ստվարաթղթե տուփերով, հմայիչ պատմություններ էր հորինում քնելուց առաջ սղությունը վերածում ստեղծարարության։ Դա դժվար, հյուծիչ կյանք էր, բայց Յուլիան գլուխը բարձր էր պահում։ Պահպանում էր արժանապատվությունը։ Երբեք ողորմություն չխնդրեց, երբեք չընդունեց բարեհաճություններ, որոնք իրեն ստորացված կզգացնեին, Սոֆիային դաստիարակեց այն նույն արժեքներով, որոնք տիկին Թերեզան սովորեցրել էր իրեն՝ հարգանք, ազնվություն, երախտագիտություն փոքր բաների համար։ Սրճարանում տեղի ունեցած հանդիպումից հետո այդ երկուշաբթի օրը Յուլիան արթնացավ արածագից առաջ, ինչպես միշտ էր անում։ Նա 3 տուն ուներ մաքրելու, պետք է Սոֆիային թողներ տիկին Մարլենի մոտ, տարեց հարանուհու, որը խնամում էր աղջկան փոքրիկ բարեհաճությունների խորհրդանշական գումարի դիմաց, որը Յուլիան վճարում էր, երբ կարողանում էր։ Պատրաստեց պարզ նախաճաշը, համբույրներով արթնացրեց Սոֆիային, աղջկան հագցրեց իր ունեցած ամենաքիչ կարկատված հագուստներից մեկը, դուրս եկավ մեկ ծանր աշխատանքային օրվա։ Առաջին տունը արաբկիրում էր, մի երիտասարդ զույգի բնակարան, որոնք ամբողջ օրն աշխատում էին, կարիք ունեին մեկի, որ ամեն ինչ կարգի բերեր։ Յուլիան մաքրեց, արդուկեց, կարգի բերեց, միշտ այն մանրակրկիտ խնամքով, որով վերաբերվում են ուրիշի իրերին հարգանքով։ Երկրորդ տունը Դավթաշենում էր, ավելի մեծ բնակավայր, որտեղ ապրում էր մի ընտանիք, 3 երեխաներով, 2 շներով։ Աշխատանքն ավելի ծանր էր, բայց տան տիրուհին բարի էր, միշտ Յուլիայի համար պատրաստի ճաշ էր թողնում, մի ժեստ, որի համար նա անչափ շնորհակալ էր։ Օրվա 3-րդ տունը գտնվում էր Վահագնի թաղամասի բարձրակարգ համալիրում։ Յուլիային խորհուրդ էր տվել մեկ այլ տնային մաքրուհի, որը չէր կարողացել գալ, նա նյարդայնանում էր, քանի որ երբեք չէր աշխատել այդ տարածքում։ Դռնապանը նրան սառն ընդունեց, պահանջեց փաստաթղթերը մի տոնով, որը հասկացնում էր, որ նա ցանկալի հյուր չէ, ուղեկցեց նրան մինչ բնակարան, կարծես կասկածյալի լիներ։ Երբ Յուլիան մտավ բնակարան, ստիպված էր զսպել այն հառաչանքը, որը սպառնում էր դուրս գալ։ Այն հսկայական էր, բարձր առաստաղներով, մեծ պատուհաններով, որոնք նայում էին համալիրի ներքին այգուն, մարմարե հատակներով, որոնք արտացոլում էին բնական լույսը, մի կահավորմամբ, որը հավանաբար ավելի թանկ արժեր, քան նա կվաստակեր ամբողջ կյանքում։ Պատերին կային նկարներ, որոնք իրական արվեստի գործերի տեսք ունեին, նրբաճաշակ դիզայնի կահույք մի խոհանոց, որն ավելի մեծ էր, քան Յուլիայի ամբողջ բնակարանը։ Տանտիրուհին, միջին տարիքի մի կին, հագին թանկարժեք հագուստ գերազանցության մի տեսք, որը նա նույնիսկ չէր էլ փորձում թաքցնել, արագ հրահանգներ տվեց հեռացավ, Յուլիային մենակ թողնելով այդ ահարկու տարածքում։ Նա սկսեց աշխատանքը լոգարանից, հետո անցավ ննջասենյակներին, կարգի բերեց հյուրասենյակը, մաքրեց փայլուն խոհանոցը, որն ակնհայտորեն քիչ էր օգտագործվում։ Հենց ավարտում էր պատշգամբի հատակը սրբելը, երբ ձայներ լսեց գրասենյակից, որը գտնվում էր գլխավոր սենյակի կողքին։ Դուռը կիսաբաց էր, Յուլիան ճեղքի միջով կարող էր տեսնել լավ հագնված տղամարդկանց մի խումբ, որոնք նստած էին մեծ սեղանի շուրջ։ Նրանք ակնհայտորեն գործնական հանդիպման մեջ էին, խոսում էին ներդրումների, բաժնետոմսերի, թվերի մասին, որոնք Յուլիայի գլուխը պտտեցնում էին։ Հենց այդ ժամանակ մի ծանոթ ձայն գրավեց նրա ուշադրությունը, մի ձայն, որը նա վստահ էր, որ լսել էր նախկինում, բայց չէր կարողանում հստակ տեղորոշել, թե որտեղ։ Հետաքրքրասեր, բայց չցանկանալով ներխուժող լինել, Յուլիան մի փոքր մոտեցավ, բավականաչափ, որպեսզի զգուշորեն նայի դռան բացվածքից։ Եվ հենց այդ ժամանակ նրա սիրտը գրեթե կանգ առավ։ Սեղանի գլխին նստած հագին անթերի մուգ կապույտ կոստյում, որը հավանաբար արժեր Յուլիայի 6 ամսվա վարձի չափով, Մարկոսն էր։ Նույն մարդը, որը նրան Սոֆիային հրավիրել էր ընթրիքի նոր նորքի պարզ սրճարանում։ Միայն թե հիմա նա բոլորովին նման չէր ջինսով պոլո վերնաշապիկով անկաշկանդ հորը։ Հիմա նրանից բխում էր հեղինակություն, ուժ, վստահություն։ Յուլիան քարացավ, թաքնված դռան հետում, լսելով, թե ինչպես է Մարկոսը բնականությամբ խոսում մի ձեռնարկատիրական միաձուլման մասին, որը կշարժեր հարյուրավոր միլիոնավոր դրամներ, տարբեր մարզերում շինարարական նախագծերի, միջազգային ընդլայնման ռազմավարությունների մասին։ Սեղանի շուրջ նստած մյուս տղամարդիկ նրան լսում էին ակնածալից ուշադրությամբ, նշումներ անում, համաձայնում նրա դիտարկումներին, ակնհայտորեն տպավորված նրա բիզնես տեսլականով։ Հենց այդ ժամանակ Յուլիան հասկացավ. դա պարզապես հաջողակ մարդ չէր։ Դա մեկն էր, ով ապրում էր իրենից բոլորովին այլ տիեզերքում։ Շքեղ պենթհաուսների, ներմուծված մեքենաների, միջազգային ճանապարհորդությունների, հազարավոր աշխատատեղերի վրա ազդող որոշումների տիեզերքում։ Իսկ ինքը, Յուլիան, պարզապես մեկն էր հազարավոր անանուն կանանցից, որոնք մաքրում էին այդ հզոր տղամարդկանց բնակարանները, անտեսանելի նրանց աչքին, ովքեր զբաղեցնում էին սոցիալական բուրգի ամենաբարձր տեղերը։
Ամոթը եկավ որպես ջախջախիչ ալիք։ Յուլիան զգաց, թե ինչպես է դեմքը այրվում, ստամոքսը խառնվում, ոտքերը թուլանում։ Ինչպես էր նա այնքան միամիտ եղել, մտածելով, որ ընթրիքի այդ հրավերն անկեղծ էր։ Ինչպես էր թույլ տվել, որ Սոֆյան ընկերության ակնկալիքներ ստեղծի մի տղայի հետ, որը հավանաբար սովորում էր թանկարժեք մասնավոր դպրոցներում, արձակուրդներն անցկացնում Եվրոպայի հանգստավայրերում։ Ինչպես էր իրեն թույլ տվել հավատալ, նույնիսկ մի ակնթարթ, որ այդքան տարբեր աշխարհների մարդիկ կարող էին իսկապես իրար հետ կապվել։ Առանց աղմուկի, Յուլիան վերադարձավ սպասարկման տարածք, որտեղ թողել էր իր մաքրման պարագաները։ Աշխատանքն ավարտեց դողացող ձեռքերով, արագ հավաքեց ամեն ինչ բնակարանից դուրս եկավ սպասարկման դռնով, թեթացած, որ ստիպված չէր լինի անցնել հյուրասենյակով ռիսկի դիմել, որ Մարկոսը իրեն տեսնի այնտեղ, այդ դիրքում, այդ վիճակում։ Նրանց միջև տարբերությունը երբեք այնքան դաժան, այնքան ցավալիորեն պարզ չէր եղել։ Տուն վերադառնալու ավտոբուսում Յուլիան նայում էր պատուհանից, իրականում չտեսնելով անցնող քաղաքը։ Նրա միտքը արագացած էր, վերհիշում էր սրճարանում անցկացրած այդ երեկոյի յուրաքանչյուր պահը, վերաիմաստավորելով ամեն ինչ նոր լույսի ներքո։ Դա բարեգործություն էր։ Խղճահարություն։ Մի հարուստ, որն իրեն լավ էր զգում, բարի գործ անելով անապահովների համար։ Իսկ ինքը հիմար հուսահատ ընդունել էր, թույլ էր տվել, որ Սոֆյան պատրանքների մեջ ընկնի, թույլ էր տվել, որ այդ պահը հույսեր ստեղծի, որոնք հիմա պետք է ջախջախվեին։ Երբ տուն հասավ, Սոֆյային վերցրեց տիկին Մարլենից, աղջիկը վազելով եկավ, ոգորված, ձեռքին մի նկար, որն արել էր օրվա ընթացքում։ Դա Գաբրիելն ու ինքն էին, ձեռք ձեռքի տված, գունավոր ծիածանի տակ։ Յուլիան նայեց այդ նկարին, զգաց, թե ինչպես է սիրտը փոքր կտորների բաժանվում։ Այդ երեկո, մինչ պատրաստում էր պարզ ընթրիք, բրինձ, լոբի տապակած ձու, Յուլիան որոշում կայացրեց։ Պետք էր պաշտպանել Սոֆյային ավելի մեծ հիասթափությունից։ Պետք էր կտրել այդ կապը, մինչ աղջիկը չափազանց կկապվեր, մինչ նրանց սոցիալական տարբերությունների դաժան իրականությունը էլ ավելի կվնասեր իր դստերը։ Որոշեց, որ եթե Մարկոսը փորձի կապ հաստատել, ինքը պատրվակներ կհորինի։ Եթե պատահաբար հանդիպեն, կլինի քաղաքավարի, բայց հեռու։ Պաշտպանիչ պատ կկառուցի իր Սոֆյայի շուրջ, քանի որ Յուլիայի փորձով, պատերն ավելի անվտանգ էին, քան կամուրջները, երբ խոսքը վերաբերում էր սիրտը պաշտպանելուն։ Այն, ինչ Յուլիան չգիտեր, այն էր, որ Մարկոսը նույնպես մտածում էր իր մասին։ Սրճարանում անցկացրած այդ երեկոյից հետո նա չէր կարողանում Յուլիային Սոֆյային մտքից հանել։ Այդ կնոջ լուր ուժի մեջ կար մի բան, որը խորապես հուզել էր նրան։ Այն ձև, որով նա նայում էր դստերը այնքան սիրով, չնայած ակնհայտ դժվարություններին, որոնց բախվում էր։ Արժանապատվությունը, որը նա պահպանում էր նույնիսկ ակնհայտորեն դժվար իրավիճակում։ Անկեղծ երախտագիտությունը նրա աչքերում, երբ ընդունեց ընթրիքի հրավերը։ Մարկոսը շատ կանանց էր հանդիպել Մարինեի կորստից հետո։ Գեղեցիկ, խելացի, հաջողակ կանանց։ Կանանց, որոնց իր գործարար ընկերները ներկայացնում էին շքեղ ընթրիքների ժամանակ, կանանց, որոնք հաճախում էին նույն սոցիալական շրջանակները, որոնք հասկանում էին բիզնեսի աշխարհը, գիտեին, թե ինչպես կողմնորոշվել Երանի բարձր հասարակության բարդություններում։ Բայց նրանցից ոչ ոք նրա մեջ չէր արթնացրել ավելին, քան քաղաքավարի մոռացվող զրույց։ Բոլորը թվում էին նույն մարդու փոխարինելի տարբերակներ, խոսելով նույն բաների մասին, կիսելով նույն մակերեսային արժեքները, ավելի շատ հետաքրքրված նրա կարողությամբ, քան նրանով, թե ով էր նա իրականում։ Յուլիան տարբեր էր։ Նրա մեջ կար մի իսկություն, որը Մարկոսը տարիներ շարունակ չէր տեսել։ Մի պարզություն, որը չէր նշանակում խորության պակաս, այլ հենց հակառակը։ Եվ Գաբրիելը, որը մոր կորստից հետո դարձել էր զուսպ լուր, լիովին լուսավորվել էր Սոֆյայի ներկայությամբ, ծիծաղելով խաղալով մի ձով, որը Մարկոսը երկար ժամանակ չէր տեսել։ Այդ պատճառով Մարկոսն արեց մի բան, որը նրա խորհրդականներից ոչ ոք չէր հավանի։ Վերցրեց բջջային հեռախոսը, փնտրեց չպահպանված համարների մեջ, մինչ գտավ այդ ուրբաթ օրվա միակ զանգի գրառումը, երբ զուսպ կերպով խնդրել էր Յուլիայի համարը սրճարանի մատուցողից, որը ճանաչում էր նրան, քանի որ նա երբեմն անցնում էր այնտեղով, Սոֆյայի համար ջուր խնդրելով։ Նա պահել էր այդ համարը որպես գանձ, չիմանալով, թե արդյոք համարձակություն կունենա օգտագործել այն, չցանկանալով ներխուժող կամ չարամիտ թվալ։ Այժմ, նստած իր տան գրասենյակում, մինչ Գաբրիելը քնած էր հարան սենյակում, Մարկոսը գրեց մի պարզ հաղորդագրություն։ Բար, Յուլիա։ Մարկոսն է, Գաբրիելի հայրը։ Գաբրիելն անդադար խոսում է Սոֆյայի մասին։ Մտածում էինք կիրակի օրը գնալ հաղթանակի զբոսայգի։ Կցանկանայիք մեզ հետ գալ։
Նա 5 անգամ վերընթերցեց հաղորդագրությունը, մինչ համարձակություն ունեցավ սեղմելը ուղարկել կոճակը։ Երբ վերջապես արեց դա, մնաց նայելով հեռախոսի էկրանին, ինչպես մի անհանգիստ դեռահաս, որը սպասում է իր առաջին սիրային հրավերի պատասխանին։ 5 րոպե անցավ։ 10, 20, ոչ մի պատասխան։ Մարկոսը սկսեց կասկածել, արդյոք ճիշտ բան էր արել, արդյոք չէր անցել որե անտեսանելի սահման, արդյոք Յուլիան իրեն ճնշված կամ անհարմար չէր զգում։ Քաղաքի մյուս ծայրում, այն նեղլիկ սենյակում, որը կիսում էր Սոֆիայի հետ, Յուլիան նայում էր իր հին հեռախոսի էկրանի հաղորդագրությանը։ Նրա առաջին բնազդը ջնջելն ու համարն արգելափակելն էր։ Պահպանել այն որոշումը, որը կայացրել էր հեռու մնալ, պաշտպանել իրեն Սոֆիային հնարավոր հիասթափությունից։ Բայց հետո նայեց իր կողքին քնած դստերը, որը գրկել էր մաշված փափուկ արջուկը, դեմքին խաղաղ ժպիտ, հավանաբար երազում տեսնելով իր նոր ընկեր Գաբրիելին։ Յուլիան խորը հոգոց հանեց։ Գուցե անարդար էր վարվում։ Գուցե Մարկոսի վրա էր պրոյեկտում բոլոր այն նախապաշարմունքներն ու վիրավորանքները, որոնք կրում էր այլ փորձառություններից։ Գուցե, միայն գուցե, աշխարհում կային լավ մարդիկ, որոնք բարի գործեր էին անում առանց երկրորդ մտքերի։ Եվ նույնիսկ եթե նա սխալվեր, նույնիսկ եթե դա ավարտվեր հիասթափությամբ, Սոֆիան արժանի էր ունենալ երջանկության պահեր, արժանի էր խաղալ զբոսայգում, արժանի էր ունենալ ընկեր։ Դողացող մատներով Յուլիան գրեց պատասխանը. Բար, Մարկոս։ Սոֆիան էլ է շատ խոսում Գաբրիելի մասին։ Կցանկանայինք ձեզ հետ զբոսայգի գալ։ Ժամը քանիսին։ Մարկոսի պատասխանը եկավ գրեթե անմիջապես։ Իսկ ժամը 10-ին։ Կարող ենք հանդիպել գլխավոր մուտքի մոտ։ Եվ հետո, եթե ցանկանաք, կարող ենք պիկնիկ անել։ Ես ուտելիքը կբերեմ, դուք ոչինչի մասին մի անհանգստացեք։ Յուլիան գծեց շուրթը, այն մասը, որ նա կբերեր ուտելիքը, ստիպեց ամոթին նորից այրել իր այտերը։ Բայց կուլ տվեց, հպարտությունը պատասխանեց. Լավ։ Այնտեղ կլինենք։ Շնորհակալություն հրավերի համար։ Հիանալի է։ Անհամբեր սպասում եմ Գաբրիելին ասելու։ Նա երկնքում կլինի։ Մինչ կիրակի, Յուլիա։ Մինչ կիրակի։ Յուլիան անջատեց հեռախոսը պառկեց Սոֆիայի կողքին, դստերը քաշելով պաշտպանական գրկի մեջ։ Չգիտեր, ճիշտ բան էր անում, թե ոչ, բայց որոշեց մի շանս տալ։ Միակ շանսը տեսնելու, թե դա իրական էր, թե պարզապես մեկ այլ անցողիկ պատրանք։ Կիրակին արոտ սկսվեց, Երանի այն կատարյալ գարնանային օրերից մեկը, երբ կապույտ երկինքը վերջապես հայտնվում է աղտոտվածության ամպերի միջից։ Յուլիան վաղ արթնացավ, լողացրեց Սոֆիային, աղջկան հագցրեց իր ունեցած ամենակիչ մաշված զգեստը, բաց կապույտ, որն արդեն փոքր էր, բայց դեռ կհամապատասխաներ, եթե նա շատ չբարձրացներ ձեռքերը։ Զգուշորեն սանրեց դստեր գանգուրները, կապեց մի ժապավենով, որը հատուկ լվացել էր այդ առիթի համար, նայեց իր սեփական արտացոլանքին համատեղ լոգարանի ճաքած հայելու մեջ։ Ինքը հագավ մի ջինսետ աբատ, որը գնել էր օգտագործված իրերի խանութից մի քանի ամիս առաջ, մի պարզ, բայց մաքուր սպիտակ բլուզ, մազերը հավաքեց ցածր կոկոնով։ Չուներ դիմահարտարում վատ քնած գիշերների հետքերը թաքցնելու համար, չուներ օծանելիք, էժան լվացքի փոշու հոտը քողարկելու համար, բայց ներկայանալի էր, դա պետք է բավարար լիներ։ Երկու ավտոբուսով հասան հաղթանակի զբոսայգի, գրեթե 1 ժամ տող ճանապարհ, որի ընթացքում Սոֆիան կպած էր պատուհանին, մատնացույց անելով ամեն տեսած բանը 1000 հարց տալով, թե ինչ են անելու զբոսայգում։ Յուլիան համբերատար պատասխանում էր, փորձելով զսպել այն անհանգստությունը, որն աճում էր յուրաքանչյուր թաղամասի հետ, որով մոտենում էին նպատակակետին։ Երբ վերջապես հասան զբոսայգու գլխավոր մուտքին, Յուլիան տեսավ Մարկոսին, Գաբրիելին, որոնք սպասում էին։ Տղամարդը հագել էր սովորական հագուստ, մուգ ջինսեր բաց գույնի կոճակներով վերնաշապիկ, թքերը ծալած, բռնել էր Գաբրիելի ձեռքը, որը ցատկոտում էր ոգորությունից, նրանց տեսնելով։ Տղան բաց թողեց հոր ձեռքը վազեց դեպի Սոֆիան, երկու երեխաները գրկախառնվեցին, կարծես տարիներով ընկերներ լինեին, ոչ թե ընդամենը մեկ հանդիպման ծանոթներ։ Բար։ Մարկոսը ողջունեց Յուլիային անկեղծ ժպիտով, նրա աչքերում կար մի բարություն, որը ստիպեց նրա կառուցած պաշտպանիչ պատին թեթակի ճակ տալ։ Բար։ Յուլիան պատասխանեց, նրա ձայնը դուրս եկավ ավելի ցածր, քան մտադրվել էր։ Շնորհակալություն, որ եկաք։ Սա շատ բան է նշանակում Գաբրիելի համար։ Եվ ինձ համար նույնպես։ Մարկոսն ասաց, նրա խոսքերում կար մի անկեղծություն, որը դժվար էր կասկածի տակ դնել։
Երեխաներն արդեն մի քանի մետր առաջ էին, վազելով դեպի լիճը, մեծահասակները նրանց հետեցին ավելի հանգիստ տեմպով։ Մարկոսը կրում էր մի մեծ ուսապարկ, հավանաբար լի այն ուտելիքով, որը խոստացել էր բերել, քայլում էր Յուլիայի կողքին, պահպանելով հարգալից հեռավորություն, չխախտելով նրա անձնական տարածքը։ Նրանք քայլեցին մինչ գտան մի ընդարձակ ստվերոտ մարգագետին, որը կատարյալ էր երեխաների խաղալու համար։ Մարկոսը մի մեծ սփռոց փռեց գետնին, սկսեց ուսապարկից հանել սենդվիչներ, մրգեր, հյութեր, թխվածքաբլիթներ, նույնիսկ մի փոքրիկ շոկոլադե տորտ, որը ստիպեց Սոֆիայի աչքերին փայլել։ Դա իսկական բազմազան սննդարար ուտելիք էր, այն տեսակի կերակուրը, որը Յուլիան կարողանում էր դստերը առաջարկել միայն շատ հատուկ առիթներով։ Երեխաներն ախորժակով կերան, աշխույժ զրուցելով, պատմություններ փոխանակելով դպրոցի, սիրելի մուլտֆիլմերի սիրած խաղերի մասին։ Գաբրիելը Սոֆիային ցույց տվեց, թե ինչպես հացի միջուկով գնդիկներ սարքել, նետել, հետաքրքրությամբ մոտեցող թռչուններին։ Սոֆիան Գաբրիելին սովորեցրեց մի երգ, որը նրա տատիկը սովորաբար երգում էր, տղան փորձեց աններդաշնակ ձայնով ուղեկցել, ստիպելով բոլորին ծիծաղել։ Մինչ երեխաները խաղում էին, Մարկոսն ու Յուլիան զրուցում էին։ Սկզբում դրանք պարզապես քաղաքավարի փոխանակումներ էին եղանակի, զբոսայգու գեղեցկության, երեխաների լավ լեզու գտնելու մասին։ Բայց աստիճանաբար, երբ Յուլիան հանգստացավ, զրույցը խորացավ։ Մարկոսը պատմեց Մարինեի մասին, թե ինչպես էր նա եղել իր կյանքի սերը, թե ինչպես էր կորուստը դեռ ցավում նույնիսկ 3 տարի անց։ Խոսեց Գաբրիելին միայնակ մեծացնելու մարտահրավերների, որպես հայր ձախողվելու մշտական վախի, թե ինչպես էր աշխատանքը երբեմն այնքան շատ ժամանակ խլում, որ նա իրեն մեղավոր էր զգում բավականաչափ ներկա չլինելու համար։ Նրա խոսքերում կար մի խոցելիություն, որը զարմացրեց Յուլիային, իր թուլությունների մասին ազնիվ լինելու պատրաստակամություն, որը հազվադեպ էր տղամարդկանց մոտ, հատկապես նրա նման հզոր տղամարդկանց։ Յուլիան, իր հերթին, մի փոքր պատմեց իր պատմության մասին։ Խոսեց կորցրած մոր Սոֆիային միայնակ մեծացնելու դժվարությունների, անկայուն աշխատանքի մշտական անորոշության մասին։ Շատ անձնական մանրամասների մեջ չմտավ, դեռ պահպանելով պաշտպանություն իր ճանապարհի ամենացավոտ մասերի շուրջ, բայց բավականաչափ ասաց, որպեսզի Մարկոսը հասկանա այն ուժը, որը նա պետք է ունենար ամեն օր պարզապես գոյատելու համար։ Օրը չափազանց արագ անցավ։ Երեխաները վազեցին, պահմտոցի խաղացին, կերակրեցին լճի բադերին, բարձրացան անվտանգ ծառերի վրա, մեծահասակների ուշադիր հայացքի ներքո։ Ծիծաղեցին մինչ փորները ցաված, երակայական խաղեր հորինեցին, որտեղ նրանք անհայտ հողեր հայտնաբերող հետախույզներ էին, երբ վերջապես արը սկսեց մայր մտնել, երկինքը ներկելով նարնջագույն վարդագույն, նրանք հոգնած էին երջանիկ։ Հրաժեշտ տալու ժամանակ Գաբրիելը հորը խնդրեց, թե արդյոք կարող են մեկ այլ հանդիպում կազմակերպել։ Սոֆիան աղաչող աչքերով նայեց մորը, ակնհայտորեն նույն բանը ցանկանալով։ Մարկոսը նայեց Յուլիային, սպասելով նրա պատասխանին, հասկացնելով, որ որոշումը նրանն է։ Յուլիան տատանվեց ընդամենը մի վայրկյան, նախքան գլխով անելը։ Կարող ենք վերադառնալ հաջորդ կիրակի, եթե ցանկանաք։ Երեխաների դեմքերը լուսավորվեցին, Մարկոսը ժպտաց, մի անկեղծ ժպիտ, որը հասնում էր աչքերին։ Պայմանավորվեցինք։ Նույն տեղը, նույն ժամին։ Մինչ Յուլիան Սոֆիան քայլում էին դեպի ավտոբուսի կանգառ, աղջիկն անդադար խոսում էր այն հրաշալի օրվա մասին, որն ունեցել էին։ Իսկ Յուլիան, նայելով դանդաղ մտնող երկնքին, իրեն թույլ տվեց զգալ մի բան, որը երկար ժամանակ չէր զգացել։ Թույլ տվեց իրեն հավատալ, որ գուցե, միայն գուցե, լավ բաներ դեռ կարող են պատահել։ Որ գուցե աշխարհում կան լավ մարդիկ, որոնք պատրաստ են ընկերություն առաջարկել, ոչինչ չակնկալելով փոխարենը։ Որ գուցե ինքն ու Սոֆիան պարտադիր չէ, որ միշտ մենակ լինեն, միշտ պայքարեն, միշտ պարզապես գոյատեն։ Նրա սրտի շուրջ կառուցած պատը ճաքում էր, երկար ժամանակ անց առաջին անգամ Յուլիան չփորձեց այն վերանորոգել։ Թույլ տվեց, որ ճաքերն ընդարձակվեն, թույլ տվեց, որ մի փոքր լույս ներս մտնի, թույլ տվեց, որ հույսը, այդ վտանգավոր գեղեցիկ բանը, իր սերմերը ցանի այդքան երկար ժամանակ ամուլ հողում։ Հաղթանակի զբոսայգում կիրակնօրյա հանդիպումները ավանդույթ դարձան։ Շաբաթ առ շաբաթ Մարկոսն ու Գաբրիելը հանդիպում էին Յուլիային ու Սոֆիային նույն տեղում, նույն սաղարթախիտ ծառի տակ, որը առատաձեռն ստվեր էր պարքում նույնիսկ ամենաշոգ օրերին։ Երեխաները ազատ վազվզում էին մարգագետնում, մինչ մեծահասակները զրուցում էին, յուրաքանչյուր հանդիպում բացահայտում էր նրանց պատմությունների նոր շերտեր, կառուցելով մի մտերմություն, որը բնականորեն աճում էր, ինչպես բերրի հող գտած բույսերը։ Մարկոսը սկսեց զուսպ նվերներ բերել։
Երբեք ոչ մի շքեղ բան, որը կարող էր անհարմար դրության մեջ դնել Յուլիային, այլ փոքրիկ ժեստեր, որոնք ցույց էին տալիս ուշադրություն, հոգատարություն։ Նոր գունազարդման գիրք գունավոր մատիտներ Սոֆիայի համար, քանի որ Գաբրիելը նշել էր, որ նա սիրում է նկարել։ Ճիշտ համարի մանկական սպորտային կոշիկներ, պարզ փաթեթավորմամբ, այն պատրվակով, թե Գաբրիելը շատ արագ է մեծացել, հազիվ է հագել դրանք։ Մի զույգ հագուստ, որը իբր ավելորդ էր, միշտ Սոֆիայի համար կատարյալ չափսի, միշտ այն գույներով, որոնք Յուլիան նշում էր, որ դուստրը սիրում է։ Յուլիան գիտեր, որ այդ պատրվակները պարզապես դա էին, քաղաքավարի պատրվակներ, որպեսզի նա ընդունի, առանց զգալու, որ բարեգործություն է ստանում։ Եվ թե նրա հպարտությունը գոռում էր մերժել, նայելով Սոֆիայի լուսավորված դեմքին, երբ նա նոր բան էր ստանում, միայն իրենը, մի բան, որը երկրորդ ձեռքի կամ կարկատված չէր, ստիպում էր Յուլիային կուլ տալ ամոթը ընդունել շշուկով ասված շնորհակալությունը, ով, որը շատ ավելի շատ հուզմունք էր կրում, քան պարզ բառերը կարող էին արտահայտել։ Մարկոսն իր հերթին, Յուլիայի մեջ գտնում էր մի ընկերակցություն, որի պակասը չգիտեր, որ զգում է իր կյանքում։ Նա իսկապես լսում էր իրեն, երբ ինքը խոսում էր, ոչ թե պարզապես սպասում էր իր խոսելու հերթին, ինչպես անում էին իր սոցիալական շրջապատի շատ մարդիկ։ Խելացի հարցեր էր տալիս իր նախագծերի մասին, անկեղծ հետաքրքրություն էր ցուցաբերում իր գաղափարների նկատմամբ, բայց նա մարտահրավեր էր նետում, երբ համաձայն չէր ինչ-որ բանի հետ, երբեք ոչ ամբարտավանությամբ, այլ այն լուռ իմաստությամբ, որը սովորել էր կյանքի փորձից, ոչ թե բիզնես գրքերից կամ թանկարժեք սեմինարներից։ Յուլիան խոսում էր կրթության մասին մի կրքով, որը ստիպում էր նրա աչքերին փայլել, այն մասին, թե ինչպես էր երազում մի օր կարողանալ երեխաներին դասավանդել, այն պատմությունների մասին, որոնք հորինում էր Սոֆիայի համար, թե ինչպես էր աղջիկը գիտելիքներ ներծծում սպունգի պես։ Խոսում էր առօրյա փոքրիկ հրաշքների մասին, թե ինչպես ասֆալտի ճաքի մեջ աճող ծաղիկը կարող է ավելի գեղեցիկ լինել, քան ցանկացած խնամքով պլանավորված այգի, թե ինչպես երջանկությունը պարզ բաների մեջ է, որոնք մարդկանց մեծամասնությունը նույնիսկ այլս չի նկատում։ Մարկոսը բռնում էր իրեն շաբաթվա ընթացքում նրա մասին մտածելիս, կարևոր հանդիպումների ժամանակ, որտեղ պետք է կենտրոնացած լիներ հաշվետվությունների շահույթի կանխատեսումների վրա։ Մտածում էր, թե ինչպես է նա ժպտում, երբ Սոֆիան ինչ-որ զվարճալի բան է անում, ինչպես է նա նայում երկնքին, երբ ինչ-որ խորը բանի մասին է մտածում, ինչպես է կծում ստորին շուրթը, երբ նյարդայնանում է։ Մտածում էր, թե որքան ուժեղ է նա, առանց իր ուժի մասին գոռալու, որքան արժանապատիվ է, առանց ցուցադրելու, որքան գեղեցիկ է, նույնիսկ չգիտակցելով։ Եվ հենց այն ժամանակ, երբ զգացմունքները սկսում էին ավելի հստակ ուրվագծեր ստանալ, երբ Մարկոսն արդեն մտածում էր Յուլիային ասելու, թե ինչ է զգում, երբ նրանց կառուցած փխրուն ավազե ամրոցը վերջապես ամուր էր թվում, ամեն ինչ փլուզվեց ամենադաժան ձով։ Սովորական հինգշաբթի էր, Յուլիան ծառայությունների հավելվածի միջոցով մաքրման աշխատանք էր գտել շքեղ բնակարանում։ Հասցեն Վահագնի թաղամասում էր, երբ նա տեսավ տեղանքը, սիրտը թռավ։ Դա նույն տարածքն էր, որտեղ Մարկոսը նշել էր, որ ապրում է։ Բայց երանը հսկայական էր, Վահագնի թաղամասը հարյուրավոր փողոցներ ու հազարավոր բնակարաններ ուներ։ Հավանականությունը, որ դա հենց նրա շենքում կլիներ, նվազագույն էր։ Կամ գոնե դա էր, ինչ Յուլիան փորձում էր իրեն համոզել, մինչ երկու ավտոբուսով գնում էր այդ վայր։ Երբ հասավ հասցեին, անմիջապես ճանաչեց։ Դա նույն շքեղ համալիրն էր, որտեղ աշխատել էր շաբաթներ առաջ, որտեղ առաջին անգամ տեսել էր Մարկոսին իր բնական միջավայրում, շրջապատված գործարարներով, խոսելով միլիոնների մասին, կարծես դրանք կոպեկներ լինեին։ Յուլիայի ստամոքսը խառնվեց, բայց նա խորը շունչ քաշեց ներս մտավ։ Այդ փողը նրան պետք էր։ Վարձը ուշացած էր, բնակարանի տիրուհին, որտեղ նա ապրում էր, արդեն հասկացրել էր, որ այլս ուշացումներ չի հանդուրժի։ Դռնապանը ճանաչեց նրան, թույլ տվեց բարձրանալ առանց առաջին անգամվա թշնամական արարողակարգի։ Յուլիան բարձրացավ սպասարկման վերելակով, նայելով իր աղոտ արտացոլանքին մետաղական դռների վրա, փորձելով մտովի պատրաստվել մի քանի ժամվա ծանր աշխատանքի։ Երբ դուրս եկավ նշված հարկում, գնաց սպասարկման միջանցքով մինչ այն բնակարանի հետի դուռը, որը պետք է մաքրեր։ Զանգը տվեց, սպասեց։ Ոչ ոք չպատասխանեց։ Նորից զանգեց։ Լռություն։ Հենց պատրաստվում էր զանգահարել այն համարով, որը թողել էր պատվիրատուն, երբ բնակարանի ներսից ձայներ լսեց։ Տղամարդկանց ձայներ, որոնք խոսում էին պրոֆեսիոնալ տոնով։ Յուլիան տատանվեց, չիմանալով, արդյոք պետք է երրորդ անգամ զանգը տա, թե սպասի։ Հենց այդ ժամանակ դուռը կտրուկ բացվեց, Յուլիան դեմ առ դեմ հայտնվեց Մարկոսի հետ։
Նա հագել էր անթերի մոխրագույն կոստյում, մուգ կապույտ փողկապ, իտալական կոշիկներ, որոնք հավանաբար ավելի թանկ արժեին, քան Յուլիայի ամբողջ զգեստապահարանը միասին վերցրած։ Բջջային հեռախոսը սեղմած էր ականջին, ակնհայտորեն կարոր զանգի մեջ էր, երբ նրա աչքերը հանդիպեցին իրենց, զարմանքը փոխադարձ էր կործանարար։ Մարկոսը մի վայրկյան քարացավ, որը թվում էր հավերժություն։ Յուլիան տեսավ, թե ինչպես նրա աչքերով անցավ հույզերի հաջորդականություն, զարմանք, շփոթություն, ճանաչում, հետո այն, ինչից նա ամենաշատն էր վախենում, անհարմարություն։ Նա բերանը բացեց ինչ-որ բան ասելու, բայց այդ պահին բնակարանի ներսից մի ձայն կանչեց. «Մարկոս, ճապոնացի ներդրողների հետ տեսակոնֆերանսը կսկսվի 5 րոպեից։ Մենք քեզ ենք սպասում»։ Ձայնը հեղինակավոր էր, անհամբեր։ Մարկոսը ձեռքը դրեց հեռախոսի խոսափողի վրա։ «Յուլիա, ես չգիտեի, որ դու ես։ Մի վայրկյան սպասիր, խնդրում եմ», ես պետք է նա անորոշ ժեստ արեց դեպի բնակարանի ներսը, դեպի այն հանդիպումը, որն ակնհայտորեն չէր կարելի ընդհատել։ Յուլիան զգաց, կարծես հարված ստացած լիներ ստամոքսին։ Անհանգստանալու կարիք չկա։ Ես այստեղ եմ աշխատելու։ Նրա ձայնը դուրս եկավ հաստատուն, զուսպ, թե ներսում նա փլուզվում էր։ Ոչ, դու չես հասկանում, ես Մարկոսը նորից փորձեց, բայց բնակարանի ներսի ձայնը նորից կանչեց, այս անգամ ավելի զայրացած։ Մարկոսը տանջված արտահայտությամբ նայեց Յուլիային, ակնհայտորեն երկու ընտրության միջ, մնալ բացատրել, թե վերադառնալ միլիոնավոր դոլարների հանդիպմանը, որը սպասում էր իրեն։ Եվ այդ տատանման պահին Յուլիան տեսավ այն ամենը, ինչ պետք էր տեսնել։ Տեսավ այն դաժան տարբերությունը, որը գոյություն ուներ իրենց ապրած աշխարհների մեջ։ Տեսավ, որ որքան էլ նա բարի լիներ, որքան էլ անկեղծ թվար, վերջի վերջո ինքը միշտ կլիներ ծառայողը, իսկ նա տերը։ Նրանց մեջ միշտ կլիներ այդ անհաղթահարելի անդունդը։ Գնա։ Քո հանդիպումը կարոր է։ Ես գիտեմ, թե որտեղ է սպասարկման տարածքը։ Յուլիան ասաց, ստիպելով իրեն պրոֆեսիոնալ ժպտալ, որը նույնիսկ մոտ չէր աչքերին։ Յուլիա, խնդրում եմ։ Մարկոսը փորձեց նրբորեն բռնել նրաթը, բայց նա հետ քաշվեց, ոչ թե կտրուկ, այլ բավականաչափ հաստատուն, որպեսզի հաղորդագրությունը պարզ լինի։ Ես պետք է աշխատեմ, պարոն Ստեփանյան։ Մի անհանգստացեք։ Վերաբերմունքի պաշտոնականությունը ապտակի պես էր երկուսի համար էլ։ Մարկոսը կուլ տվեց, Յուլիան տեսավ ցավը նրա աչքերում, բայց նա գլխով արեց վերադարձավ բնակարան, փակելով դուռը նրանց մեջ մի փափուկ կտտոցով, որը Յուլիայի սրտում որոտի պես արձագանքեց։ Նա մի երկար րոպե կանգնած մնաց միջանցքում, փորձելով վերահսկել շնչառությունը, փորձելով թույլ չտալ, որ աչքերի հետում այրվող արցունքները թափվեն։ Հետո մեխանիկական շարժումներով գնաց սպասարկման տարածք, որտեղ բնակարանի տիրուհին, որին Յուլիան այժմ հասկանում էր, որ Մարկոսի գործադիր քարտուղարն է, թողել էր մաքրման պարագաները առաջադրանքների ցուցակ։ Հաջորդ 3 ժամվա ընթացքում Յուլիան մաքրեց այդ բնակարանը գրեթե բռնի ճշգրտությամբ։ Հատակը տրորեց մինչ իր արտացոլանքը կատարյալ դարձավ, սրբեց յուրաքանչյուր մակերես մինչ փայլեց, կարգի բերեց յուրաքանչյուր իր մանրակրկիտ խնամքով։ Գրասենյակի փակ դռան հետից կարող էր լսել հանդիպման խլացված ձայները։ Կարող էր լսել Մարկոսին, որը սահուն անգլերենով խոսում էր ճապոնացի ներդրողների հետ, նրա ձայնը հաստատուն էր վստահ, այնքան տարբեր այն փափուկ բարի տոնից, որն օգտագործում էր, երբ խոսում էր իր հետ կիրակի օրերին զբոսայգում։ Յուրաքանչյուր անցնող րոպեի հետ իրականությունն ավելի ու ավելի պարզ էր դառնում։ Դա Մարկոս Ստեփանյանի իրական աշխարհն էր։ Միջազգային բիզնես, միլիոնավոր ներդրումներ, հանդիպումներ հզոր գործադիրների հետ։ Իսկ իր աշխարհը։ Դա հենց սա էր։ Ծնկաչոք հատակին լոգարաններ տրորելով, ուրիշների կեղտը մաքրելով, անտեսանելի նրանց աչքին, ովքեր իսկապես կարոր էին։ Զբոսայգում անցկացրած կիրակիները պատրանք էին։ Հաճելի ֆանտազիա, որտեղ նրանք կարող էին զգացնել, թե իրենց աշխարհների մեջ տարբերությունը գոյություն չունի, թե նրանք պարզապես երկու մարդ են, որոնք ճանաչում են միմյանց, որ իրենց երեխաները կարող են ընկերներ լինել, առանց դա տարօրինակ կամ անպատշաճ լինելու։ Բայց իրականությունը միշտ իր գինն է պահանջում, իրականությունը սա էր։ Ինքը դռնից դուրս, նա ներսում որոշումներ կայացնելով, որոնք հարստություններ էին շարժում, մինչ ինքը որոշում էր վճարել լույսի հաշիվը, թե շաբաթվա համար ուտելիք գնել։ Երբ ավարտեց աշխատանքը, Յուլիան հավաքեց իր պարագաները, ստուգեց, որ ամեն ինչ կատարյալ է, դուրս եկավ սպասարկման դռնով, առանց հետ նայելու։ Գրություն չթողեց, չսպասեց հրաժեշտ տալու։
Պարզապես դուրս եկավ, իջավ սպասարկման վերելակով, անցավ դռնապանի մոտով, առանց տեսողական կապ հաստատելու, քայլեց դեպի ավտոբուսի կանգառ ավտոմատ քայլերով, կարծես ավտոպիլոտի ռեժիմում լիներ։ Տուն վերադառնալու ավտոբուսում, նայելով մշուշոտ պատուհանից անցնող քաղաքին, Յուլիան որոշում կայացրեց. պետք էր պաշտպանել իրեն Սոֆիային։ Պետք էր վերջ դնել այդ ֆանտազիային, մինչ իրավիճակն էլ ավելի կբարդանար, մինչ այն զգացմունքները, որոնք նա հազիվ էր համարձակվում խոստովանել իրեն, ավելի կաճեին, մինչ Սոֆիան այնքան կկապվեր Գաբրիելին, որ անխուսափելի բաժանումը անդառնալիորեն կվնասեր նրան։ Երբ Մարկոսը փորձեց զանգահարել այդ երեկո, Յուլիան չպատասխանեց։ Երբ նա հաղորդագրություն ուղարկեց, հարցնելով արդյոք ամեն ինչ կարգին է, արդյոք կարող են խոսել, նա պատասխանեց միայն, որ զբաղված է։ Երբ նա պնդեց, հարցնելով հաջորդ կիրակի զբոսայգու մասին, նա ասաց, որ գործեր ունի չի կարող գալ։ Օրերը վերածվեցին շաբաթների, Յուլիան պահպանեց հեռավորությունը։ Սոֆիային պատրվակներ էր հորինում, թե ինչու այլս չեն տեսնում Գաբրիելին նրա հորը։ Ասում էր, որ նրանք հավանաբար շատ զբաղված են, որ գուցե ճանապարհորդել են, որ երբեմն ընկերություններն այդպիսին են, գալիս ու գնում են եղանակների պես։ Սոֆիան լաց էր լինում, հարցնում, թե ինչ է սխալ արել, ինչու Գաբրիելն այլս իրեն չի սիրում։ Եվ դստեր յուրաքանչյուր արցունք սուր դանակ էր Յուլիայի սրտում, բայց նա հաստատուն մնաց իր որոշման մեջ։ Ավելի լավ էր մի սուր ցավ հիմա, քան ձգձգվող տառապանք հետո։ Մարկոսը, քաղաքի մյուս ծայրում, հուսահատված էր։ Չէր հասկանում, թե ինչ էր պատահել, ինչու էր Յուլիան այդքան կտրուկ հեռացել։ Մտովի վերանայում էր միջանցքում տեղի ունեցած այդ հանդիպման յուրաքանչյուր պահը, ասված յուրաքանչյուր բառը, փորձելով գտնել, թե որտեղ էր սխալվել։ Գաբրիելն ամեն օր հարցնում էր Սոֆիայի մասին, հարցնում, թե երբ են նորից տեսնելու իրենց ընկերուհիներին, Մարկոսը պատասխաններ չուներ։ Մի կիրակի կեսօր, այդ ճակատագրական հանդիպումից 4 շաբաթ անց, Մարկոսը որոշեց, որ պատասխանների կարիք ունի։ Այլս չէր կարող դիմանալ անորոշությանը, չէր կարող տեսնել Գաբրիելի տխրությունը, չէր կարող դիմանալ այն դատարկությանը, որը Յուլիայի բացակայությունը թողել էր իր կյանքում։ Նա սիրահարվել էր նրան, այդ ճշմարտությունը, որը փորձում էր հերքել իրեն, այժմ անհնար էր անտեսել։ Սիրահարվել էր նրա ուժին, այն քնքշությանը, որով վերաբերվում էր Սոֆիային, նրա խոսքերի իմաստությանը, այն ձին, որով նա ստիպում էր իրեն ավելի լավ մարդ լինելու ցանկություն ունենալ։ Օգտագործելով իր տրամադրության տակ եղած ռեսուրսները, մի բան, որը սովորաբար երբեք չէր անի, հարգելով մարդկանց անձնական կյանքը, Մարկոսը գտավ Յուլիայի բնակության հասցեն։ Դժվար չէր։ Մի զանգ ծառայությունների հավելված, մի բացատրություն, որ պետք է վերադարձնի մի բան, որը նա մոռացել էր, նա ուներ տեղեկությունը։ Գիտեր, որ անցնում է մի սահման, ներխուժում է նրա տարածք մի ծով, որը գուցե ցանկալի չլինի, բայց պետք է փորձեր։ Պետք էր գոնե հասկանալ։ Կիրակի կեսօրին Մարկոսը մեքենան կայանեց հասցեից մի քանի թաղամաս հեռու։ Չէր ուզում ուշադրություն գրավել ներմուծված մեքենայով մի թաղամասում, որտեղ այդպիսի մեքենաները ակնհայտորեն սովորական չէին։ Քայլեց փողոցներով, դիտելով այդ թաղամասի իրենց միջ եղած աղաղակող տարբերությունները։ Տները պարզ էին, շատերը վերանորոգման կարիք ունեին։ Մայթերը փոսերով էին, երեխաները խաղում էին փողոցում, քանի որ մոտակայքում զբոսայգիներ չկային, կոյուղու հոտը դուրս էր գալիս վատ փակված որոշ դիտահորերից։ Երբ հասավ այն շենքին, որտեղ ապրում էր Յուլիան, Մարկոսը մի երկար պահ կանգնած մնաց մայթին։ Դա հին շենք էր, թափված ներկով, ժանգոտած ճաղավանդակներով, պատուհաններով, մութ մուտքով, որից բորբոսի հոտ էր գալիս։ Նա մտածեց իր ընդարձակ պենթհաուսի մասին, զբոսայգու տեսարանով, այն բոլոր անվտանգությամբ հարմարավետությամբ, որը կարող էր գնել փողը։ Եվ հետո մտածեց Յուլիայի Սոֆիայի մասին, որոնք ապրում էին այնտեղ, այդ պայմաններում, զգաց նրա ուժի հանդեպ հիացմունքի ամոթի խառնուրդ, երբեք իսկապես չհասկանալու համար, թե որքան դժվար էր նրա կյանքը։ Բարձրացավ աստիճաններով, վերելակը ակնհայտորեն վաղուց փչացած էր, երբ հասավ երրորդ հարկ, փնտրեց բնակարանը։ Գտավ դուռը, հին փայտե դուռ, թափված ներկով, խորը շունչ քաշեց, նախքան թակելը։ Մյուս կողմից թեթ քայլեր լսվեցին, հետո Յուլիայի ձայնը, որը հարցնում էր, թե ով է։ Երբ նա պատասխանեց, հաջորդած լռությունը խլացուցիչ էր։ Նա պատկերացրեց Յուլիային դռան մյուս կողմում, հավանաբար իր հետ վիճելով, բացի, թե ոչ։ Վերջապես, դուռը բացվեց, բայց միայն մի ճեղք, անվտանգության շղթան դեռ տեղում էր։ Յուլիան նայեց նրան մի արտահայտությամբ, որը խառնում էր զարմանք, զայրույթ մի բան էլ, որը Մարկոսը չկարողացավ նույնականացնել։
Նա հագել էր պարզ տնային հագուստ, մազերը հավաքված էին անփույթ կոկոնով, առանց որը դիմահարդարման, նույնիսկ այդպես Մարկոսը նրան համարեց ամենագեղեցիկ կինը, որը երբե տեսել էր։ Ինչ ես անում այստեղ։ Յուլիայի ձայնը դուրս եկավ սառը, զուսպ։ Պետք է խոսեի քեզ հետ։ Դու չես պատասխանում իմ զանգերին, չես պատասխանում իմ հաղորդագրություններին։ Յուլիա, ինչ է պատահել։ Ես ինչ եմ սխալ արել։ Սոֆյան հայտնվեց մոր հետում, երբ տեսավ Մարկոսին, դեմքը լուսավորվեց։ Մարկոս քեռի։ Գաբրիելը որտեղ է։ Յուլիան ձեռքը դրեց դստեր ուսին, նրբորեն, բայց հաստատուն։ Սոֆիա, գնա սենյակ, խնդրում եմ։ Մեծահասակները պետք է խոսեն։ Բայց մամ, ես ուզում եմ Գաբրիելին տեսնել։ Աղջիկը բողոքեց, Մարկոսը տեսավ, որ արցունքներ են սկսում հայտնվել նրա աչքերում։ Հետո, սիրելիս։ Հիմա գնա։ Յուլիան պնդեց, Սոֆյան հեռացավ, քարշ տալով ոտքերը մի քանի անգամ հետ նայելով նախքան անհետանալը մի վարագույրի հետում, որը բաժանում էր փոքրիկ սենյակը։ Յուլիան հանեց շղթան ամբողջությամբ բացեց դուռը, բայց Մարկոսին ներս չհրավիրեց։ Ձեռքերը խաչեց կրծքին պաշտպանական դիրքով։ Ինչպես գտար իմ հասցեն։ Դա կարոր է։ Այո, կարոր է։ Դու իրավունք չունեիր այս ձով ներխուժել իմ անձնական կյանք։ Դու ճիշտ ես։ Դա ներխուժում էր, ես ներողություն եմ խնդրում դրա համար։ Բայց ես հուսահատված եմ, Յուլիա։ Չեմ հասկանում, թե ինչ է պատահել։ Մենք ճանաչում էինք միմյանց, Գաբրիելն ու Սոֆյան երջանիկ էին, հանկարծ դու պարզապես անհետացար։ Դու հստակ գիտես, թե ինչ է պատահել։ Յուլիան պատասխանեց, նրա ձայնը թեթակի դողում էր, չնայած այն հաստատուն պահելու ջանքերին։ Ոչ, ես իսկապես չգիտեմ։ Դա այն օրվա պատճառով էր բնակարանում։ Որովհետև դու այնտեղ էիր աշխատելու։ Յուլիա, եթե դա է պատճառը, դու պետք է ինձ լսես։ Ինչ պետք է լսեմ։ Որ դու ինձ խղճում ես։ Որ դու այնքան լավ մարդ ես, որ քեզ չի հետաքրքրում, որ այն կինը, ում հետ ընկերություն ես կառուցում, այն մարդն է, որը մաքրում է քո լոգարանը։ Բառերը դուրս եկան ցավով լի, որը Յուլիան չկարողացավ թաքցնել։ Դա ես մտածում, որ խղճում եմ։ Մարկոսը մի քայլ առաջ արեց, բայց Յուլիան հետ քաշվեց, պահպանելով նրանց միջ հեռավորությունը։ Յուլիա, ինձ չի հետաքրքրում, թե դու ինչով ես ապրուստդ հոգում։ Ինձ հետաքրքրում է, թե ով ես դու։ Եվ դու ամենաուժեղ, ամենաքաջ, ամենաանկեղծ մարդկանցից մեկն ես, ում երբե հանդիպել եմ։ Դու ապրում ես իմից տարբեր աշխարհում, Մարկոս։ Յուլիան գլուխը թափահարեց, արցունքները վերջապես դուրս եկան աչքերի անկյուններից։ Դու որոշումներ ես կայացնում, որոնք միլիոններ են շարժում։ Ես որոշում եմ վճարել վարձը, թե ուտելիք գնել դստերս համար։ Դու հանդիպումներ ունես ճապոնացի ներդրողների հետ։ Ես մաքրում եմ այն մարդկանց կեղտը, որոնք նույնիսկ անունս չգիտեն։ Չի ստացվի։ Չի կարող ստացվել։ Ինչու ոչ։ Մարկոսը պնդեց, նրա ձայնը լի էր հուզմունքով։ Որովհետև հասարակությունն ասում է, որ չպետք է։ Որովհետև մարդիկ կդատեն։ Յուլիա, ես վերջին 3 տարին ապրել եմ ուրիշների ակնկալիքներին համապատասխան։ Անելով այն, ինչ ինձնից սպասվում էր, հարաբերվելով նրանց հետ, ում իմ սոցիալական շրջապատը հավանում էր, պահպանելով արտաքին տեսքը։ Եվ գիտես, թե ինչի եմ հասել դրանով։ Դատարկության։ Միայնության։ Մի կյանքի, որը դրսից գեղեցիկ է թվում, բայց ներսից ամբողջովին դատարկ է։ Նա խորը շունչ քաշեց, նախքան շարունակելը։ Մարինեի մահից հետո ես վստահ էի, որ այլս ոչ ոքի հանդեպ ոչինչ չեմ զգա, որ իմ այդ մասը մահացել էր նրա հետ։ Բայց հետո հանդիպեցի քեզ, 3 տարվա մեջ առաջին անգամ ես ինձ նորից կենդանի զգացի։ Ինձ իսկապես տեսանելի զգացի, ոչ թե իմ փողի կամ դիրքի համար, այլ նրա համար, թե ով եմ ես իրականում։ Եվ գիտեմ, որ դու էլ ես ինչ-որ բան զգում։ Գիտեմ, որովհետև տեսնում եմ, թե ինչպես ես նայում ինձ, ինչպես ես ժպտում, երբ խոսում եմ Սոֆիայի հետ, ինչպես ես հանգստանում, երբ միասին ենք։ Յուլիան արցունքները սրբեց ձեռքի թիկունքով, բայց նոր արցունքներ շարունակում էին թափվել։ Նույնիսկ եթե զգայի, չեմ ասում, որ զգում եմ, դա ոչինչ չէր փոխի։ Մարդիկ կնայեն մեզ կտեսնեն միլիարդատեր գործարարին տնային մաքրուհու հետ։ Կմտածեն, որ ես քեզ հետ եմ փողի համար, որ ես մեկ շահամոլ եմ, որը փորձում է հաջողության հասնել։ Իսկ Գաբրիելը։
Ինչպես ես կարծում, ինչպես կլինի նրա համար դպրոցում, երբ իմանան, որ իր ընկերոջ մայրը հավաքարար է։ Եվ ինչ։ Մարկոսը բարձրացրեց ձայնը, ոչ թե զայրույթից, այլ հիասթափությունից։ Եվ ինչ, թե ինչ են մտածում մարդիկ։ Ես նրանց հավանությունը չեմ խնդրում։ Ես մեզ համար շանս եմ խնդրում։ Տեսնելու, թե ուր կարող է սա տանել։ Չեմ խոստանում, որ հեշտ կլինի, Յուլիա։ Գիտեմ, որ մարտահրավերներ կլինեն, որ մարդիկ կդատեն, որ դժվար պահեր կլինեն։ Բայց միակ բանը, որ հաստատ գիտեմ, այն է, որ չեմ ուզում իմ կյանքի մնացած մասն ապրել, ինքս ինձ հարցնելով, իսկ եթե։ Յուլիան լուռ մնաց, արցունքները դեռ ազատ հոսում էին նրա դեմքով։ Կարող էր լսել Սոֆիային, որը ցածրաձայն լաց էր լինում վարագույրի հետում, այդ ձայնը կոտրեց վերջին պաշտպանությունները, որոնք նա փորձում էր պահպանել։ Վախենում եմ։ Յուլիան վերջապես խոստովանեց, նրա ձայնը դուրս եկավ կոտրված շշուկով։ Վախենում եմ հավատալ, որ սա իրական է, հետո պարզել, որ դա պատրանք է։ Վախենում եմ, որ Սոֆիան կկապվի, հետո կտառապի, երբ ամեն ինչ փլուզվի։ Վախենում եմ քեզ սիրահարվելուց հետո հասկանալուց, որ ես պարզապես բարեգործական նախագիծ եմ, մի լավ արարք, որպեսզի դու քեզ ավելի լավ զգաս։ Նայիր ինձ։ Մարկոսը նրբորեն խնդրեց։ Խնդրում եմ։ Յուլիան աչքերը բարձրացրեց, հանդիպեց նրա հայացքին։ Այնտեղ այնքան շատ հույզեր կային, որ նա հազիվ էր կարողանում շնչել։ Դու նախագիծ չես։ Բարեգործություն չես։ Դու այն կինն ես, որը ստիպեց ինձ 3 տարվա մեջ առաջին անգամ ծիծաղել։ Այն մարդն ես, որը ստիպում է ինձ ավելի լավը լինելու ցանկություն ունենալ, ոչ թե բիզնեսի համար, այլ որպես մարդ։ Մեկը, որն ինձ ամեն օր հիշեցնում է, թե ինչն է իսկապես կարևոր կյանքում։ Եվ այո, ես սիրահարված եմ քեզ, Յուլիա։ Ամբողջությամբ, անդառնալիորեն սիրահարված։ Եվ գիտեմ, որ դա վախեցնում է քեզ, վախեցնում է նա ինձ։ Բայց ես այստեղ եմ, խնդրում եմ քեզ մեկ անգամ քաջ լինել։ Մեզ համար շանս տալ։ Իսկ տարբերությունները։ Իսկ փողը, սոցիալական դիրքը, այն ամենը, ինչ մեզ բաժանում է։ Այդ ամենը մակերեսային է։ Վերջի վերջո, կարևորն այն է, թե արդյոք մենք իրար երջանիկ ենք դարձնում։ Արդյոք ուզում ենք միասին ինչ-որ բան կառուցել։ Արդյոք պատրաստ ենք դիմակայել մարտահրավերներին կողք կողքի։ Եվ ես պատրաստ եմ, Յուլիա։ Հարցն այն է, դու պատրաստ ես։ Յուլիան հետ նայեց դեպի այն վարագույրը, որի հետում թաքնված էր Սոֆիան, հավանաբար լսելով յուրաքանչյուր բառ։ Նայեց շուրջը փոքրիկ սենյակին, որն իր աշխարհն էր, բծավոր պատերով հին կահույքով։ Եվ հետո նորից նայեց Մարկոսին, այն մարդուն, որն ուներ ամեն ինչ, այնուամենայնիվ այնտեղ էր, իր համեստ տան դռան մոտ, սիրտը ձեռքին, շանս խնդրելով։ Եվ երկար ժամանակ անց առաջին անգամ Յուլիան որոշեց ընտրել հույսը վախի փոխարեն։ Որոշեց հավատալ, որ գուցե, միայն գուցե, սերը կարող է իսկապես հաղթահարել բոլոր այն պատնեշները, որոնք աշխարհը համառորեն կառուցում է մարդկանց միջ։ Լավ։ Նա ասաց, նրա ձայնը դեռ դողում էր, բայց աճող հաստատակամությամբ։ Փորձենք։ Բայց դանդաղ, Մարկոս։ Ես պետք է պաշտպանեմ իմ դստերը, պետք է պաշտպանեմ նա իմ սիրտը։ Մարկոսը ժպտաց, դա այնքան անկեղծ, այնքան թեթացումով երջանկությամբ լի ժպիտ էր, որ Յուլիան զգաց, թե ինչպես է իր սիրտը տաքանում։ Դանդաղը կատարյալ է։ Ես կհարգեմ քո ռիթմը, քո սահմանափակումները։ Մենք սա միասին կկառուցենք, այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ լինի։ Հենց այդ ժամանակ Սոֆիան վազելով դուրս եկավ վարագույրի հետից թռավ Յուլիայի գիրկը։ Դա նշանակում է, որ նորից կտեսնենք Գաբրիելին, մամա։ Յուլիան նայեց Մարկոսին, որը ժպիտով գլխով արեց։ Այո, սիրելիս։ Նորից կտեսնենք Գաբրիելին։ Աղջիկը տոնեց ուրախության ճիչով, որն արձագանքեց փոքրիկ բնակարանում, նույնիսկ հարանները, որոնք հավանաբար լսում էին ամեն ինչ բարակ պատերի միջով, հավանաբար ժպտացին այդ մաքուր վարակիչ երջանկությունից։ Մարկոսը մի քանի րոպե անց հեռացավ, բայց ոչ նախքան հաջորդ կիրակի զբոսայգում նոր հանդիպում պայմանավորվելը։ Երբ դուռը փակվեց նրա հետից, Յուլիան հենվեց նրան սահեց մինչ հատակը, դեմքը ծածկելով ձեռքերով։ Չգիտեր, ճիշտ ընտրություն էր կատարել, թե ոչ, չգիտեր, դա լավ կավարտվի, թե ոչ, բայց երկար ժամանակ անց առաջին անգամ որոշեց վստահել։ Վստահել նրան, ինչ զգում էր, վստահել Մարկոսին, վստահել, որ երբեմն կյանքը կարող է դրականորեն զարմացնել։ Հաջորդող ամիսները բերեցին փոփոխություններ, որոնք Յուլիան երբեք չէր կարող պատկերացնել։
Այն, ինչ սկսվել էր որպես զգուշավոր հանդիպումներ կիրակի օրերին զբոսայգում, աստիճանաբար վերածվում էր շատ ավելի խորը նշանակալի բանի։ Մարկոսը հարգում էր Յուլիայի յուրաքանչյուր խնդրանքը, տարածքի, ժամանակի, իր սահմանները հարգելու վերաբերյալ։ Նա երբեք չէր ճնշում, երբեք չէր փորձում արագացնել իրադարձությունները, երբեք չէր օգտագործում իր փողը կամ ազդեցությունը, փորձելով տպավորել նրան կամ ստիպել, որ պարտական զգա։ Փոխարենը, նա սիրահետում էր նրան ամենահին անկեղծ ձով։ Ժամանակով, ուշադրությամբ, անկեղծ ներկայությամբ։ Սկսեց այցելել նրան շաբաթվա ընթացքում, միշտ նախապես զգուշացնելով, միշտ բերելով ինչ-որ պարզ բան, ինչպես թարմ հաց հացի փռից կամ մրգեր շուկայից, երբեք ոչ շքեղ նվերներ, որոնք նրան անհարմար կզգացնեին։ Նրանք նստում էին համեստ բնակարանի փոքրիկ հյուրասենյակում, մինչ երեխաները խաղում էին, ժամերով զրուցում ամեն ինչի ոչնչի մասին։ Մանկության, երազանքների, վախերի, հույսերի մասին։ Յուլիան նրան պատմեց բաներ, որոնք երբեք ոչ ոքի չէր պատմել։ Այն մասին, թե ինչպես երբեմն արթնանում էր գիշերվա կեսին սրտի թրթիռով, սարսափած այն հնարավորությունից, որ չի կարողանա վճարել վարձը Սոֆիայի հետ կհայտնվի փողոցում։ Այն մասին, թե ինչպես կային օրեր, երբ նա ուտում էր միայն այնքան, որ չուշաթափվեր, մնացած ուտելիքը պահելով, երաշխավորելու, որ դուստրը քաղցած չի մնա։ Այն մասին, թե ինչպես էր իրեն անտեսանելի զգում հասարակության աչքում, պարզապես մեկը միլիոնավոր կանանցից, որոնք իրենց ընտանիքները պահում էին ծանր աշխատանքով վերաբերվում էին այնպես, կարծես նրանք կարող չլինեին։ Մարկոսը լսում էր ամեն ինչ առանց դատողությունների, առանց փորձելու նվազեցնել նրա ցավը, առանց առաջարկելու հեշտ լուծումներ, որոնք կթվային քողարկված բարեգործություն։ Նա պարզապես բռնում էր Յուլիայի ձեռքը, երբ նա լաց էր լինում, առաջարկում էր իր ուսը, երբ բեռը չափազանց ծանր էր դառնում, ասում էր պարզ բառեր, որոնք ամեն ինչ նշանակում էին։ Ես քեզ տեսնում եմ։ Դու կարող ես։ Դու անհավանական ես։ Նա կիսվեց իր սեփական խոցելիություններով։ Խոսեց այն մեղքի զգացումի մասին, որ կրում էր այդքան շատ աշխատելու, երբեմն Գաբրիելին դայակների վարորդների հետ թողնելու համար, մինչ ինքը գործարքներ էր կնքում աշխարհի մյուս ծայրում։ Այն մասին, թե ինչպես Մարինեն եղել էր ոչ միայն իր կինը, այլ իր բարոյական կողմնացույցը, թե ինչպես նրա հեռանալուց հետո նա զգում էր, որ նա վարկում է առանց ուղղության, պարզապես կուտակելով փոխհաջողություն, առանց իրականում հասկանալու, թե ինչի համար։ Այն մասին, թե ինչպես էր վախենում, որ Գաբրիելը կմեծանա երես առած իրականությունից հեռու, առանց հասկանալու իրերի արժեքը, առանց կարեկցանք զարգացնելու այն մարդկանց հանդեպ, ովքեր չունեին նույն առավելությունները։ Հենց Յուլիան էր, որ իր լուռ իմաստությամբ նշեց, որ Գաբրիելը արտասովոր երեխա է հենց այն պատճառով, որ Մարկոսը ներկա հայր է այն պահերին, որոնք իսկապես կարևոր են։ Որ խնդիրը ժամանակի քանակի մեջ չէ, այլ որակի։ Որ Գաբրիելն այդ երեկո սրճարանում ուտելիք առաջարկեց Սոֆիային, որովհետև հորից սովորել էր կարեկցանքի, մյուսին որպես մարդ տեսնելու, կարիքի մեջ գտնվողին տեսնելիս գործելու մասին։ Ամիսների ընթացքում Գաբրիելն ու Սոֆիան դարձան անբաժանելի։ Մարկոսը սկսեց Սոֆիային տանել իր տուն, Գաբրիելի հետ խաղալու, միշտ Յուլիայի զգուշավոր թույլտվությամբ։ Առաջին անգամ, երբ Սոֆիան տեսավ այն պենթհաուսը, որտեղ նրանք ապրում էին, նրա աչքերը գրեթե դուրս թռան իրենց տեղերից։ Դա կարծես հեքիաթի մեջ մտնել լիներ, սենյակներով, որոնք ավելի մեծ էին, քան իրենց ամբողջ բնակարանը, բավականաչափ խաղալիքներով մի ամբողջ խանութի համար, տաքացվող լողավազանով, տանիքում երանի տեսարանով, որը կարծես բացիկից լիներ։ Յուլիան լարված էր այդ առաջին այցի ընթացքում, անհանգստանալով, որ Սոֆիան չափազանց կհիանա, որ կսկսի ամաչել այն վայրից, որտեղ իրենք ապրում էին, որ կցանկանա բաներ, որոնք Յուլիան երբեք չէր կարող տալ։ Բայց Մարկոսը իր աճող զգայունությամբ նրա զգացմունքների նկատմամբ այդ այցից առաջ զրույց էր ունեցել Գաբրիելի հետ։ Բացատրել էր որդուն, որ ոչ բոլորն ունեն նույն բաները, ինչ իրենք, որ դա ոչ ոքի ավելի լավը կամ վատը չի դարձնում, պարզապես տարբեր։ Որ Սոֆիան Յուլիան անհավանական մարդիկ են ոչ թե նրա համար, թե ինչ ունեն, այլ նրա համար, թե ով են։ Որ իսկական հարստությունը բնավորության, բարության, դժվարությունները հաղթահարելու ուժի մեջ է։ Գաբրիելը, այն զարմանալի իմաստությամբ, որը երբեմն երեխաներն են ցուցաբերում, կատարելապես հասկացավ։ Երբ Սոֆիան եկավ, նա ցույց տվեց իր խաղալիքները, բայց ամենաշատը հավանեց հյուրասենյակում սավաններով տնակ կառուցելը, երակայական աշխարհ ստեղծելը, որտեղ թանկարժեք խաղալիքները մի կողմ էին դրվում, երակայությունն էր գերիշխում։ Հենց այդ օրերից մեկի ընթացքում, մինչ Յուլիան Մարկոսը դիտում էին երեխաների խաղը, նա վերջապես ասաց այն 3 բառերը, որոնք շաբաթներ շարունակ այրվում էին նրա կրծքում։ Ես քեզ սիրում եմ, Յուլիա։ Ասաց պարզ, առանց շրջանցումների, առանց մեծ ռոմանտիկ ժեստերի։
Պարզապես մերկ ճշմարտությունը։ Յուլիան նայեց նրան, արցունքներն արդեն սկսում էին հայտնվել։ Նրա մի մասը ուզում էր պատասխանել, որովհետև դա ճիշտ էր, ինքն էլ էր սիրում նրան, սիրահարվել էր այդ մարդուն, որն այնքան տարբեր էր նրանից, ինչ պատկերացնում էր հարուստ տղամարդկանց մասին։ Բայց նրա մյուս մասը դեռ վախենում էր, դեռ կասկածում էր, արդյոք դա իրական է, արդյոք կտի, արդյոք դա պարզապես անցողիկ փուլ չէ Մարկոսի համար, նախքան նա կվերադառնա իրեն համապատասխանող նրբաճաշակ կանանց աշխարհ։ Գիտեմ, որ վախենում ես։ Մարկոսը շարունակեց, կարծես կարողանար կարդալ նրա մտքերը։ Եվ դա նորմալ է։ Պետք չէ հիմա պատասխանել։ Պարզապես պետք էր, որ դու իմանայիր։ Պետք էր, որ դու հասկանայիր, որ սա ինձ համար անցողիկ չէ, Յուլիա։ Դու փոխեցիր իմ կյանքը, փոխեցիր Գաբրիելի կյանքը։ Եվ ես չեմ ուզում նորից ապրել առանց քեզ։ Յուլիան վերջապես թույլ տվեց, որ արցունքները ազատ հոսեն։ Ես էլ եմ քեզ սիրում։ Շշնջաց նա, կարծես մի հսկայական բեռ ընկավ նրա ուսերից։ Այո, վախենում եմ։ Բայց սիրում եմ քեզ։ Եվ դա ավելի մեծ է, քան վախը։ Նրանք առաջին անգամ համբուրվեցին այդ օրը, մի փափուկ համբույր, լի խոստումներով, հույսերով։ Մի համբույր, որը կնքեց ինչ-որ բան նրանց մեջ, մի բան, որը երկուսն էլ գիտեին, որ կփոխի ամեն ինչ։ Բայց ինչպես ցանկացած պատմություն, որը թվում է, թե գնում է դեպի երջանիկ ավարտ, դեռ կային հաղթահարելու խոչընդոտներ։ Ամենամեծը եկավ այնտեղից, որտեղ Մարկոսը ամենաքիչն էր սպասում, իր սեփական ընտանիքից։ Մարկոսն ուներ երկու կրտսեր եղբայր, Ռուբենը Հայկը, երկուսն էլ նա հաջողակ գործարարներ, մտքույր Բեատրիսը, որն ամուսնացած էր ազդեցիկ քաղաքական գործչի հետ։ Երբ Մարկոսը վերջապես ընտանիքին պատմեց Յուլիայի մասին, արձագանքն անմիջական էր կործանարար։ Ռուբենն ամենաուղղակիչն էր։ Դու խելքդ կորցրել ես, Մարկոս։ Տնային մաքրուհի։ Դու գաղափար ունես, թե ինչ կասեն մարդիկ։ Թե սա ինչ կանի ընտանիքի հեղինակության, բիզնեսի հետ։ Հայկն ավելի զգույշ էր խոսքերում, բայց ոչ պակաս դաժան հաղորդագրության մեջ։ Ես հասկանում եմ, որ դու միայնակ ես Մարինեի մահից հետո, բայց պետք չէ այդքան իջնել։ Քո սոցիալական մակարդակին համապատասխան հազարավոր կանայք կան։ Ինչու պետք է ընտրես հենց մեկին, որն ակնհայտորեն հետաքրքրված է քո փողով։ Բեատրիսն ամենավատն էր։ Անհանգստացած հանրային իմիջով, թե ինչպես դա կարող է ազդել իր ամուսնու քաղաքական կարիերայի վրա, նա առաջարկեց, որ Մարկոսը կարող է Յուլիային պահել որպես զվարճանք, պայմանով, որ զուսպ լինի, բայց որ լուրջ բանի մասին մտածելը, նրան հասարակությանը ներկայացնելը, նրան ընտանիքի մաս դարձնելը, լիովին անընդունելի է։ Մարկոսը լսեց ամեն ինչ լռությամբ, զայրույթը փոթորկի պես աճում էր նրա մեջ։ Երբ վերջապես խոսեց, նրա ձայնը հանգիստ էր, բայց լի մի սառնությամբ, որը նրա եղբայրները հազվադեպ էին լսում։ Ուզում եք իմանալ, թե ինչ է իջնելը։ Սա է։ Դատել մարդուն նրա համար, թե ինչով է նա գոյատում, փոխարենը, թե ով է նա։ Յուլիան ամենաուժեղ, ամենաարդար, ամենաառատաձեռն մարդկանցից մեկն է, ում երբեք հանդիպել եմ։ Նա միայնակ մեծացնում է մի հրաշալի երեխայի, ամեն օր ծանր աշխատում է, պահպանում է արժանապատվությունը, նույնիսկ երբ կյանքը փորձում է խլել դա նրանից։ Եվ դուք համարձակություն ունեք նրան շահամոլ անվանելու։ Ռուբենը փորձեց ընդհատել, բայց Մարկոսը բարձրացրեց ձեռքը, լռեցնելով նրան։ Ես չեմ ավարտել։ Կարծում եք, նա ինձ հետ է փողի համար։ Յուլիան մերժում է այն բաների կեսը, որոնք ես փորձում եմ տալ նրան։ Անհարմար է զգում, երբ ես վճարում եմ ընթրիքի համար։ Պնդում է իր ներդրումն ունենալ, որքան կարող է, նույնիսկ եթե դա քիչ է։ Նա ինձ սիրում է ոչ թե չնայած նրան, թե ով եմ ես, այլ նրա համար, թե ով եմ ես, երբ նրա հետ եմ։ Եվ գիտեք ինչ։ Գաբրիելն ավելի երջանիկ է, ավելի կարեկից, ավելի մարդկային, քանի որ ճանաչել է Սոֆիային Յուլիային։ Այնպես որ եթե կարծում եք, որ ես հրաժարվելու եմ դրանից, թաքցնելու եմ այն կնոջը, որին սիրում եմ, որովհետև դուք անհանգստացած եք, թե ինչ կասի հասարակությունը, ուրեմն դուք ինձ բոլորովին չեք ճանաչում։ Նա նայեց յուրաքանչյուր եղբորը քրոջը։ Յուլիան լինելու է իմ կյանքի մաս, հետաբար լինելու է նա ձեր ընտանիքի մաս։ Կարող եք ընդունել դա շնորհքով, կամ կարող եք շարունակել այս ծիծաղելի նախապաշարմունքը։ Բայց իմացեք, որ եթե ինձ ստիպեք ընտրություն կատարել նրա ձեր միջ, ես կընտրեմ նրան առանց տատանվելու։ Հաջորդած լռությունը լարված էր անհարմար։ Բեատրիսն առաջինը հեռացավ, մրմնջալով ինչ-որ բան իր ընտրություններից հիասթափված լինելու մասին։
Ռուբենն ու Հայկը մի քանի րոպե ավելի մնացին, փորձելով նրան խելքի բերել, բայց երբ հասկացան, որ Մարկոսը չի փոխի իր կարծիքը, նրանք էլ հեռացան, թողնելով քողարկված նախազգուշացում այն հետանքների մասին, որոնք նրա ընտրությունները կարող էին ունենալ ընտանեկան բիզնեսի համար։ Մարկոսը մենակ մնաց իր գրասենյակում, նայելով քաղաքին հսկայական պատուհանից, կյանքում առաջին անգամ նրան չհետաքրքրեց, թե ինչ է մտածում իր ընտանիքը։ Բացարձակապես վստահ էր, որ ճիշտ ընտրություն է կատարել։ Բայց ընտանիքի արձագանքը միայն սկիզբն էր։ Երբ Մարկոսը սկսեց Յուլիային տանել սոցիալական միջոցառումների, հանրայնորեն ներկայացնել որպես իր ընկերուհի, Երանի բարձր հասարակության դատողությունը դաժան էր։ Թանկարժեք ռեստորաններում արամարական հայացքներ կային, գալա երեկույթներին, չարամիջ շուկներ, սոցիալական սյունակներում, հոդվածներ, որոնք ենթադրություններ էին անում նրա իրական մտադրությունների մասին։ Յուլիան տառապում էր յուրաքանչյուր հայացքից, յուրաքանչյուր չարամիտ մեկնաբանությունից, որը հասնում էր իրեն։ Կային գիշերներ, երբ նա լաց էր լինում Մարկոսի գրկում, կասկածելով, թե արդյոք նա ավելի երջանիկ չէր լինի իր աշխարհից մեկի հետ, մեկի, որը կարող էր խոսել ներդրումների բաժնետոմսերի մասին, առանց կորչելու, մեկի, որը գիտեր, թե որ պատառաքաղն օգտագործել 15 ուտեստից բաղկացած ընթրիքների ժամանակ։ Բայց Մարկոսը միշտ հիշեցնում էր նրան, որ այդ մարդիկ կարևոր չեն։ Որ նրանց կարծիքը, ովքեր դատում են բանկային հաշվի, այլ ոչ թե բնավորության հիման վրա, արժեք չունի։ Որ նա տարիներ շարունակ փորձել է հաջողանալ այդ կեղծավոր հասարակությանը երբեք այդքան դժբախտ չի եղել։ Որ Յուլիային հանդիպելուց հետո նա վերջապես հասկանում է այն, ինչ Մարինեն միշտ փորձել է սովորեցնել, որ հաջողությունը չի չափվում փողով, այլ սիրով, անկեղծ կապերով, այն ժառանգությամբ, որը մենք թողնում ենք մարդկանց սրտերում։ Հատկապես դժվար բարեգործական միջոցառման ժամանակ, որտեղ Յուլիային գրեթե անտեսել էին ներկա մյուս կանայք չարամիտ մեկնաբանություններ էին լսել իր հագուստի մասին, ամեն ինչ փոխվեց։ Մարկոսը, որը մի պահ հեռացել էր կարևոր գործընկերոջ հետ խոսելու, վերադարձավ գտավ Յուլիային մենակ մի անկյունում, փորձելով զսպել արցունքները։ Առանց մի բառ ասելու, նա բռնեց նրա ձեռքը, տարավ բեմ, որտեղ տեղի էր ունենում բարեգործական աճուրդը։ Վերցրեց խոսափողը, զարմացած հաղորդավարի ձեռքից խնդրեց բոլորի ուշադրությունը։ Բարի երեկո։ Գիտեմ, որ սա ելույթների համար նախատեսված պահը չէ, բայց ես պետք է մի կարևոր բան ասեմ։ Դահլիճը լռեց, հարյուրավոր աչքեր հառված էին նրա վրա։ Ձեզանից շատերն ինձ ճանաչում են տարիներ շարունակ։ Ճանաչում եք իմ ընտանիքը, իմ բիզնեսը, իմ պատմությունը։ Եվ գիտեմ, որ շատերն էլ խոսում են այն կնոջ մասին, որն իմ կողքին է։ Յուլիա Սիլվա։ Յուլիան փորձեց հետ քաշել ձեռքը, անհարմար զգալով, բայց Մարկոսը ամուր բռնեց, նրբորեն, բայց վճռական։ Ուզում եմ, որ բոլորն իմանան, թե ով է նա իրականում։ Յուլիան մի կին է, որը 25 տարեկանում կորցրել է մորը, մենակ է մնացել փոքրիկ երեխայի հետ, որն ամեն օր աշխատում է, հաճախ 2 կամ 3 աշխատանք, որպեսզի երաշխավորի, որ իր դուստրը տանիք ունենա գլխին ուտելիք սեղանին, որը երբեք օգնություն չի խնդրել, երբեք չի սպասել, որ կյանքը հեշտ կլինի, պարզապես ծանր աշխատել է, գլուխը բարձր է պահել, նույնիսկ երբ հանգամանքները փորձել են տապալել նրան։ Նա նայեց Յուլիային, սերն ու հիացմունքը փայլում էին նրա աչքերում։ Նա ավելի ուժեղ է, քան իմ ճանաչած տղամարդկանց կեսը, ավելի շատ արժանապատվություն ունի, քան այս դահլիճի մարդկանց մեծամասնությունը, սիրում է մի խորությամբ, որն ինձ սովորեցրել է, թե ինչն է իսկապես կարևոր կյանքում։ Այնպես որ, այո, ես սիրահարված եմ նրան։ Խորապես, ամբողջությամբ սիրահարված։ Եվ յուրաքանչյուր ոք, ով խնդիր ունի դրա հետ, կարող է իր հարցերն ուղղել անմիջապես ինձ։ Հաջորդած լռությունը բացարձակ էր։ Որոշ մարդիկ ցնցված էին թվում, մյուսները անհարմար, մի քանիսը զուսպ ժպտում էին։ Մարկոսը վերադարձրեց խոսափողը Յուլիայի հետ դուրս եկավ միջոցառումից, առանց հետ նայելու, առանց հետանքների մասին մտահոգվելու։ Մեքենայում տուն գնալու ճանապարհին Յուլիան վերջապես խոսեց։ Պետք չէր դա անել։ Հիմա քեզ էլ կդատեն։ Մարկոսը վերցրեց նրա ձեռքը, համբուրեց մատները։ Թող դատեն։ Հոգնել եմ ուրիշների հավանության համար ապրելուց։ Ուզում եմ ապրել նրա համար, ինչն ինձ երջանիկ է դարձնում, ինչն ինձ երջանիկ է դարձնում, դու ես։ Յուլիան վերջապես ժպտաց, արցունքներն այժմ երջանկությունից էին, ոչ թե ցավից։ Ես էլ եմ քեզ սիրում։ Եվ շնորհակալություն։ Ինձ պաշտպանելու, ինձ գնահատելու, ինձ զգացնելու համար, որ արժանի եմ սիրվելու։ Դու արժանի ես այն ամեն լավին, ինչ այս աշխարհը կարող է առաջարկել, Յուլիա։
Եվ ես իմ կյանքի մնացած մասը կանցկացնեմ, փորձելով երաշխավորել, որ դու դա ունենաս։ Ամիսները վերածվեցին 1 տարվա։ Մարտահրավերների տարի, այո, բայց նա անսահման ուրախությունների։ Գաբրիելն ու Սոֆյան պաշտոնապես սրտի քույր ու եղբայր էին, անբաժանելի բոլոր արկածներում։ Յուլիան Մարկոսի խրախուսմամբ աջակցությամբ վերադարձել էր սովորելու, համալսարանում սովորելով մանկավարժություն, իրականացնելով ուսուցչուհի դառնալու հին երազանքը։ Մարկոսն իր ընկերության միջոցով սոցիալական ծրագիր էր ստեղծել, առաջարկելով կրթաթոշակներ աշխատանքի հնարավորություններ խոցելի իրավիճակում գտնվող միայնակ մայրերին, ոգեշնչված Յուլիայի պատմությունից։ Մարկոսի ընտանիքը վերջիվերջո փոխվեց։ Սկսվեց հայկից, որը մի քանի ամիս լռությունից հետո փնտրեց եղբորը ներողություն խնդրեց սկզբնական նախապաշարմունքի համար։ Խոստովանեց, որ Յուլիային իսկապես ճանաչելուց հետո հասկացել է, որ Մարկոսը ճիշտ էր։ Որ նա յուրահատուկ է։ Ռուբենին ավելի շատ ժամանակ պահանջվեց, բայց նա էլ վերջիվերջո ներողություն խնդրեց։ Բեատրիսն ամենավերջինն էր, բայց երբ վերջապես զիջեց Յուլիային ու Սոֆիային հրավիրեց ընտանեկան ճաշի, ընդունեց, որ սխալվել է, որ շատ բան ունի սովորելու այն մասին, թե ինչն է իսկապես կարևոր կյանքում։ Մի հանգիստ երեկո, այդ առաջին հանդիպումից գրեթե 1.5 տարի անց, Մարկոսը ինչ-որ հատուկ բան էր պատրաստել։ Նա Յուլիային Սոֆիային տարել էր ընթրիքի հենց այն պարզ սրճարանը Նոր Նորքում, որտեղ ամեն ինչ սկսվել էր։ Նստեցին նույն սեղանի շուրջ, պատվիրեցին նույն ուտեստները, վերհիշեցին այն կախարդական երեկոն, որը փոխել էր ամեն ինչ։ Երբ ավարտեցին ուտելը, Մարկոսը բռնեց Յուլիայի ձեռքը։ Գաբրիելի Սոֆիայի հանցակցական ժպիտներով դիտելու ներքո նա ծնկի իջավ սեղանի կողքին, գրպանից հանելով մի փոքրիկ կապույտ թավշյա տուփ։ Յուլիա Սիլվա, դու մտար իմ կյանք մի ձով, որը ես երբեք չէի կարող պլանավորել կամ պատկերացնել։ Դու ինձ սովորեցրիր իսկական ուժի, անպայմանական սիրո, այն մասին, թե ինչն է իսկապես կարևոր, երբ հանում ենք կյանքի բոլոր մակերեսային շերտերը։ Ստիպեցիր ինձ ավելի լավ մարդ, ավելի լավ հայր, ավելի լավ մարդկային էակ լինելու ցանկություն ունենալ։ Եվ ես չեմ ուզում իմ կյանքի ոչ մի օրն անցկացնել առանց քեզ իմ կողքին։ Նա բացեց տուփը, բացահայտելով մի պարզ, բայց գեղեցիկ մատանի, զուսպ ադամանդով, որն արտացոլում էր սրճարանի փափուկ լույսը։ Կամուսնանաս ինձ հետ։ Կկառուցես ինձ հետ կյանք բոլոր այն մարտահրավերներով, որոնք կարող են գալ, բոլոր այն տարբերություններով, որոնք աշխարհը համառորեն ընդգծում է, բայց նա այն ամբողջ սիրով, որը գիտեմ, որ կարող ենք կիսել։ Յուլիան լաց էր լինում, արցունքները ազատ հոսում էին նրա դեմքով, բայց դրանք մաքուր երջանկության արցունքներ էին։ Նրանց շուրջը սրճարանի մյուս հաճախորդները նկատել էին, թե ինչ է կատարվում, դիտում էին հարգալից լռությամբ։ Սոֆիան ոգորությունից ցատկոտում էր Գաբրիելի կողքին, որն ականջից ականջ ժպտում էր։ Այո։ Յուլիան վերջապես կարողացավ ասել, ձայնը կոտրված էր հուզմունքից։ Այո, ուզում եմ։ Ուզում եմ քեզ հետ կյանք կառուցել, դիմակայել այն ամենին, ինչ կգա, սիրել քեզ ամեն օր իմ կյանքի մնացած մասում։ Մարկոսը մատանին դրեց նրա մատին, քաշեց նրան համբույրի, մինչ ամբողջ սրճարանը պայթեց ծափահարություններով, ուրախության ճիչերով։ Գաբրիելն ու Սոֆիան վազեցին գրկելու երկուսին, ստեղծելով սիրո ուրախության մի փոքրիկ կուտակում, որը ստիպեց շուրջ բոլորին ժպտալ։ Այդ երեկո, մինչ տուն էին վերադառնում, Սոֆիան քնած էր մեքենայի հետի նստարանին Գաբրիելի կողքին, Յուլիան նայեց իր մատի մատանին, դեռ հազիվ հավատալով, որ դա իրական է։ Նայեց իր կողքին մեքենա վարող Մարկոսին, տեսավ ոչ թե միլիարդատեր գործարարին, ոչ թե կայսրություն ղեկավարող հզոր մարդուն, այլ պարզապես այն մարդուն, որին սիրում էր, այն մարդուն, որն իրեն էր սիրում, այն մարդուն, որն ապացուցել էր, որ իսկական սերը կարող է իսկապես հաղթահարել բոլոր այն պատնեշները, որոնք հասարակությունը փորձում է դնել։ Երբեք չէի պատկերացնի, որ սրճարանում մի բաժակ ջուր խնդրելը կփոխի իմ ամբողջ կյանքը։ Յուլիան փափուկ ասաց։ Մարկոսը վերցրեց նրա ձեռքը, տարավ շուրթերին, նրբորեն համբուրելով։ Երբեք չէի պատկերացնի, որ որդուս կարեկցանք սովորեցնելը ինձ կբերի ամենամեծ նվերը, որը կարող էի ստանալ։ Քեզ։ Նրանք ամուսնացան 6 ամիս անց, պարզ, բայց գեղեցիկ արարողությամբ հենց այն հաղթանակի զբոսայգում, որտեղ անցկացրել էին այնքան շատ կիրակիներ, կառուցելով իրենց պատմությունը։ Դա այն մեծ խնջույքը չէր, որը հասարակությունն էր սպասում, այլ մտերմիկ տոնակատարություն այն մարդկանց հետ, ովքեր իսկապես կարող էին։ Գաբրիելը խաչեղբայրն էր, Սոֆիան հարսնաքույրը, երբ Մարկոսն ու Յուլիան փոխանակեցին իրենց գրած ուխտերը, հյուրերի մեջ չոր աչք չմնաց։
Յուլիան խոստացավ սիրել Մարկոսին ոչ թե չնայած իրենց տարբերություններին, այլ դրանց շնորհիվ, որովհետև հենց այդ տարբերություններն էին, որ ստիպեցին նրանց աճել, սովորել դառնալ ավելի լավ մարդիկ։ Մարկոսը խոստացավ հարգել Յուլիայի ուժը, գնահատել նրա ձայնը, երբեք չմոռանալ այն դասերը, որոնք նա սովորեցրել էր այն մասին, թե ինչն է իսկապես կարևոր կյանքում։ Եվ երբ քահանան վերջապես նրանց հռչակեց ամուսին կին, նրանք համբուրվեցին երանի կապույտ երկնքի տակ, Գաբրիելի Սոֆիայի ծափահարությունների ներքո, անհնար էր չզգալ, որ դա հենց այն ավարտն էր, որին արժանի էին նրանց կորստի, ցավի, պայքարի անհատական պատմությունները։ Ոչ թե մի ավարտ, որտեղ բոլոր խնդիրները կախարդականորեն անհետանում են, այլ մեկը, որտեղ սերը, հարգանքը, նվիրվածությունը ուժ են տալիս դիմակայելու ցանկացած մարտահրավերի, որը կգա։ Նրանց միասին կառուցած կյանքը միշտ չէ, որ հեշտ էր։ Յուլիայի համար դեռ կային անվստահության պահեր, օրեր, երբ նա կասկածում էր, թե արդյոք իսկապես պատկանում է այդ աշխարհին։ Դեռ կային երբեմն դատողություններ այն մարդկանց կողմից, ովքեր չէին կարողանում տեսնել արտաքինից այն կողմ։ Դեռ կային երկու ընտանիք, երկու պատմություն, երկու այդքան տարբեր աշխարհներ խառնելու մարտահրավերներ։ Բայց ամեն գիշեր, երբ նրանք միասին պառկում էին, երբ Մարկոսը գրկում էր Յուլիային, նա գլուխը դնում էր նրա կրծքին, լսելով նրա սրտի կայուն բաբախյունը, ամեն ինչ իմաստ էր ստանում։ Որովհետև նրանք ընտրել էին միմյանց։ Որովհետև նրանք որոշել էին, որ իրենց զգացած սերն ավելի մեծ է, քան ցանկացած խոչընդոտ։ Որովհետև նրանք ապացուցել էին ոչ միայն աշխարհին, այլ իրենց, որ երբ երկու մարդ հանդիպում են մաքուր մտադրություններով, բաց սրտերով, իրական բան կառուցելու անկեղծ ցանկությամբ, ոչինչ չի կարող խանգարել նրանց։ Գաբրիելն ու Սոֆիան մեծացան որպես իսկական քույր ու եղբայր, միավորված ոչ թե արյունով, այլ շատ ավելի ուժեղ բանով, ընտրությամբ, սիրով, մի ընտանիքով, որը կառուցվել էր կարեկցանքի, բարության այն քաջության շնորհիվ, որ հավատում էին, որ տարբերությունները կարող են վերածվել կամուրջների, պատերի փոխարեն։ Յուլիան իրականացրեց ուսուցչուհի դառնալու իր երազանքը, փոքրիկ դպրոց բացեց Երանի անապահով համայնքներից մեկում, որակյալ կրթություն առաջարկելով այն երեխաներին, ովքեր, ինչպես Սոֆիան էր եղել, արժանի էին այն հնարավորություններին, որոնք աշխարհը հաճախ մերժում էր։ Մարկոսն աջակցեց նախագծին ոչ թե անմիտ փողով, այլ իսկական գործընկերությամբ, օգնելով կառուցել կառույցը, հավաքագրել ուսուցիչներ, ստեղծել ծրագրեր, որոնք իրական տարբերություն էին ստեղծում երեխաների կյանքում։ Եվ ամեն ուրբաթ երեկո, անկախ նրանից, թե որքան զբաղված էին, անկախ նրանից, թե ինչ այլ պարտավորություններ էին առաջանում, Մարկոսը, Յուլիան, Գաբրիելը, Սոֆիան գնում էին հենց այն պարզ սրճարանը Նոր Նորքում։ Նստում էին նույն սեղանի շուրջ, պատվիրում նույն ուտեստները, հիշում այն երեկոն, երբ ամեն ինչ սկսվեց։ Այն երեկոն, երբ 7-ամյա տղան տեսավ քաղցած աղջկան, որոշեց կիսվել։ Այն երեկոն, երբ հայրը որոշեց օրինակով կարեկցանք սովորեցնել։ Այն երեկոն, երբ մայրը, չնայած ամոթին վախին, ընդունեց օգնությունը, բացեց իր սիրտը այն հնարավորության համար, որ լավ բաներ դեռ կարող են պատահել։ Այդ պարզ սրճարանը ականատես էր եղել արտասովոր բանի ծնունդին։ Ոչ միայն սիրավեպի, այլ վերափոխման։ Կենդանի ապացույցը, որ երբ մենք ընտրում ենք տեսնել մյուսին որպես մարդ, երբ որոշում ենք գործել բարությամբ, նույնիսկ երբ ավելի հեշտ կլիներ մյուս կողմ նայել, երբ քաջություն ունենք սիրելու հասարակության կառուցած պատնեշներից այն կողմ, մենք կարող ենք հրաշքներ ստեղծել։ Եվ սա ամենագեղեցիկ հրաշքն է, որ իսկական սերը չի ճանաչում սոցիալական դաս, չի մտահոգվում բանկային հաշվով, չի տեսնում տարբերությունները որպես խոչընդոտներ, այլ որպես սովորելու, աճելու, ավելի ամբողջական դառնալու հնարավորություններ։ Յուլիան Մարկոսն ապացուցեցին, որ երբ երկու սրտեր հանդիպում են անկեղծությամբ, երբ երկու հոգիներ որոշում են միավորվել հարգանքով, նվիրվածությամբ, ոչինչ, բացարձակապես ոչինչ չի կարող խանգարել նրանց կառուցելու ինչ-որ գեղեցիկ, տական խորապես նշանակալի բան։ Եվ որ երբեմն մեր կյանքի ամենամեծ սերերը գալիս են ամենաանսպասելի ձերով, ամենաանհավանական վայրերում, այն պահերին, երբ ամենաքիչն ենք սպասում, բայց ամենաշատն ենք կարիք ունենում։ Սա պատմություն է այն մասին, թե ինչպես մի երեխայի պարզ ժեստը վերածվեց սիրո, կարեկցանքի, հույսի ժառանգության։ Սա պատմություն է այն մասին, թե ինչպես Յուլիան Մարկոսը, գալով այդքան տարբեր աշխարհներից, գտան միմյանց մեջ հենց այն, ինչ փնտրում էին առանց իմանալու։ Եվ սա ամենից առաջ պատմություն է այն մասին, որ իսկական սերը, այն, որը վերափոխում է, որը բուժում է, որը բարձրացնում է, կարող է ծաղկել ցանկացած վայրում, պայմանով, որ գտնի սրտեր, որոնք պատրաստ են սնել այն, պաշտպանել այն, հավատալ նրան, ընդդեմ բոլոր հավանականությունների։